Սկսեմ։ Բարի երեկո, ուրեմն սկսում ենք մեր քարահունջի հերթական հանդիպումը, որը կազմակերպել էր Քարահունջ հայագիտական կենտրոնը եւ ճարտարապետաշինարարական համալսարանը համատեղ այս անգամ ուրեմն հրավիրել ենք բանախոսության Արթուր Շանազարյանին։ Ես կարծում եմ, որ Արթուր Շանազարյանը պետք չի ներկայացնել, բոլորը շատ լավ գիտեք ով է, ինչ է եւ ինչը, բայց ես կարիք եմ զգում մի երկու բան ասելու, էլի։ Շատ կարևոր բաներ են դրանք, դրա համար ես կուզենայի այդ ուրեմն այս մարդը ասում է, որ Կոմիտասի երգ ու երաժշտությունը մեր էությունն է։ Երբ որ մենք լսում ենք հայ մարդը, երբ որ լսում է Կոմիտասի երգ ու երաժշտությունը, նրա ակտիվանում է նրա մոտ ամեն ինչ եւ սա ինձ հիշեցրեց, դա շատ հետաքրքիր բան է, ես կարծում եմ ուղղակի գեներն են ակտիվանում դրանից, դա ինձ եւս երկու դեպք հիշեցրեց, եթե հիշում եք Հրաչ Ջոզի Բեոկյանի ելույթը մեր մոտ, բանախոսությունը, ինքը տեսեք ինչ էր ասում էր ես երբ որ արտիստը ելույթ ունենում, մեր հայ երգչուհին ելույթ ան, ես ասում եմ գորգեր դրեցի, հայկական 5 գորգեր դրեցի ոտքերի տակ իրա։ Ինքը այնքան լավ ելույթ ունեցավ, այնքան պարզ ու այնքան հստակ կարողացավ ասում, այսինքն Հրաչն էլ էր ասում, որ իսկապես գորգագործությունը, գորգերը այդ բան։ Եվ վերջապես հիշենք Փավստոս Բյուզանդի այն դեպքը, երբ որ Արշակ թագավորը հայկական հայոց հողի վրա ոնց էր ակտիվանում, այսինքն ստացվում է մեր հողը, իսկական բուն, մեր հողը, մեր մշակույթը, դրանք իսկապես ակտիվացնում են հայոց գեները, եւ դա բան չի, այդ տենց մի դեպք էլ ունենք, ես ես այն նախորդ բանախոսության ժամանակ ասացի, որ այդ ռուսներն էին եկել, ուրեմն նևրո ինչ-որ հոգեբանական ինստիտուտի աշխատողներ էին Քարահունջում, եկել էին այդ կրոմլոխի շուրջը, սենց պտտվում էին, իրանց դիրեկտորը բացատրեց, ասում է մենք կարծում ենք, որ սա ակտիվացնում է մեր գեները, սա մեր համատեղ բանն է, նախնիների հուշարձաններն են, որոնք ակտիվացնում են սրանց այս թրթրոցները, մի խոսքով հայոց ամեն ինչը տենց հայ մարդուն, բայց հայ մարդուն է, հայ մարդուն է անշուշտ ակտիվացնում, հիմա ուրեմն ես կուզենայի ասեմ, որ այս Արթուր Շանազարյանը գրել է «Է արար» գիրքը, այս «Է արար» գիրքը ես ինքս իմ կարծիքն եմ ասում, համարում եմ Հայաստանում տպագրված լավագույն գրքերից մեկը։ Չեմ ասում այդ բաների մասին, այդ ես կասեմ, էլի։ Չէ, այս խազերի բաների մասին, բայց ես մի հատ ուրիշ բանի մասին, Արթուր Շանազարյանը գրել է նաև վեպ, ուրեմն մեռած հոգիները Հայաստանում։ Մի հրաշալի հումորային վեպ է, ես խորհուրդ կտայի բոլորդ հայթայթեք այդ գիրքը կարդայեք, դա իսկապես հրաշալի բան։ Հիմա ինքը կներկայացնի ուրեմն աշխարհի պատկերը։ Թե ինչ է այդ աշխարհի պատկերը, ինքը շատ լավ կներկայացնի, խնդրեմ։ Ու այնտեղ որ բարև ձեզ, բոլոր մեր գեղեցիկ սերին շնորհավորում եմ տոնի արդիվ, ցանկանում եմ մշտական գեղեցկություն, ծիածանաթև արև, դες բոլորիդ ամենալավ բաները։ Ուրեմն այսօրվա թեման աշխարհի պատկերն է, ես նախապես մի քանի բան ասեմ, որ հայտնի է երևի բոլորիդ կամ մեծ մասին, ուղղակի մի քանի բան հայտնի բաները ասենք, անցնենք առաջ, որ ճշտենք։ Ամբողջ աշխարհում հին ժողովուրդների մոտ կար աշխարհի պատկերացում, աշխարհի պատկեր, ինչպես էին պատկերացնում աշխարհը։ Հնդիկները, շումերները, հույնները, պարսիկները, աքադացիները, չինացիները, բոլորը ունեին մի պատկերացում, որ աշխարհը պատկերացնում են այսպես։ Այդ միավորները աշխարհի բոլորի մոտ գրեթե նույնն է, կարող է մի քիչ տարբեր լինի, ասենք չինացիների մոտ 5 տարերկ լինի, հույների մոտ 4 տարերկ, եւ այդ աշխարհի պատկերը բաղկացած էր
տարերքներից, լուսատուներից, որը կարող է լինի 7 լուսատու կամ չգիտեմ 5, կենդանակերպերից, որը աշխարհին է վերաբերում, տարվա եղանակներ, գույներ, ձայներ, նորից աշխարհին է վերաբերվում եւ այդպես մի պատկեր, մի հատ զրոն ցույց տուր, եթե աղյուսակով սա ուրիշ դասավորությանը, չէ, սա պետք է շուրտայր ընենց, որ հողը ներքևում լներ, սա իզուր է դրել։ Լավ, ինչ որ է, պատկերացրեք ստեղից բարձանում է վերև, հա, ես սրանով ցույց տամ։ Հա, սենց հող լավ չի երևում, փոքր է, ավելի լավ է նորից ընենց շուրտու գոնե ինչ որ բան կարդացվում էր։ Ասենք տարերքներն են, համապատասխանում են աշուն, ձմեռ, գարուն, ամառը, հուրին, 4 տարերք, 4 կողմեր աշխարհի, արևմուտք, հյուսիս, արևելք, 7 լուսատուներ, 12 կենդանակերպեր, 7 ձայներ, 12 ձայներ, 7 աստվածներ եւ այլն։ Բոլորի մոտ այս նույն սկզբունքն է։ Երկրորդ բանը, որ պետք է հիշենք, երևի դուք էլ գիտեք, մարդը այդ հին աշխարհում համարվում էր այս աշխարհի պատկերը, միկրո օրինակը երկրի վրա։ Եվ մարդուն պատկերում էին հենց այդպես աշխարհով, ասում էին միջև ոտքերը հող տարերքն է, միջև փորը ջուրը, այստեղ օդը եւ գլուխը հուր տարերքը եւ մարմնի մասերը բաժանում էին 12 կենդանակերպերի, այսինքն մարդը համարվում էր որպես այդ աշխարհի պատկերը։ Մի հատ այսօր միջև Միշնադար այդպես էին պատկերացնում, Մատենադարանի օրինակ երկրորդը մի հատ կտնեք, երկրորդը։ Այս Մատենադարանի նկարներից է, իհարկե սա ուշ շրջանի կառուցվածքներ են, որոնք փոխված են եղել, այնուամենայնիվ սկզբունքի համար եմ ցույց տալիս։ Մարդը որպես կենդանակերպերին համապատասխանող մի հատ երրորդը, մյուսը դիր, երրորդն է սա, չէ, հետ գնանք։ Չէ, հիմա կասեմ։ Առաջինը երկու հատ էր, կարծեմ, մեկ էլ այդ այն որ դու ամենասկզբից դրեցիր է, մարդը այդ ձեռքերը պարզած կողք, որ թիվն էր դա։ Դա առաջինն էր։ Հա, առաջինը։ Բայց առաջինը ուզեցի, դու այն դրե։ Հա։ Օրինակ, ասենք, սա խնդրել եմ նկարել են, ներքևում հողն է, 12 կենդանակերպերը համապատասխանում էին մարդու մարմնին եւ այլն, եւ 7 լուսատուները։ Երրորդ բանը, որ պետք է հիշենք հին աշխարհում, որ էլի բոլոր ժողովուրդների մոտ այդպես էր, մարդը ինչ որ ինքն էր անում, ստեղծում, նորից պետք է համապատասխաներ աշխարհի պատկերին։ Այսինքն, եթե ինքը ճարտարապետություն էր, այդտեղ պիտի 4 տարերքների համապատասխանությունները լինեին, 12-ը, 7-ը, եթե հեքիաթ էր պատմում, այդ հեքիաթը պիտի նկարեր այդ աշխարհը, եթե հարսանյաց ծեսեր անում, այդ հարսանյաց սիմվոլները պետք է այս աշխարհն, հին աշխարհում, բոլորի մոտ այդպես է, չինացիների, հնդիկների, հայերի, միջև Միշնադար մեզ մոտ այդպես էր։ Հիմա այս 3 բանը հիշելով, որ կա աշխարհի պատկեր, կա մարդ, որ համարվում է աշխարհի պատկերի միկրո տեսակը, եւ մարդը ինչ որ անում է այդ աշխարհի պատկերն է նկարում, դա հիշենք, անցնենք առաջ։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ որ հին աշխարհից խոսում են որևէ ազգի, դա լինի հնդիկների հետ կապված, չինացիների, երբ որ աշխարհի պատկերը չեն բերում եւ սկսում են վերլուծել ինչ որ այնտեղ մի հատ իրանց այդ թվերին վերաբերվող բանահյուսություն կամ ճարտարապետություն կամ բան, դա լրիվ կիսատ է մնում այդ վերլուծությունը, որովհետև պետք է անպայման բացատրել իրանց ձևով, ինչպես իրանք էին բացատրում, ինչպես իրենք էին հասկանում, ոչ թե այսօրվա մեր ձևով եկեք բացատրենք։ Հիմա հաջորդ հարցը, ուզում եմ ձեզ ասել, թե ինչու ես զբաղվեցի այս հարցով։ Ես ավարտել եմ կոնսերվատորիայի 3 բաժին, կոմպոզիտորական, երաժշտագիտական, դիրիժորական, եւ երբ որ զբաղվեցի խազերով, խազերի վերծանությամբ, ուզած-չուզած առնչվեցի այս հարցին, որովհետև միջնադարում եւ միջնադարից առաջ չկար առանձին երաժշտություն, գիտություն։ Կային համապարփակ 4 գիտություններ կամ համապարփակ գիտություններ, այսինքն երաժշտություն, աստղաբաշխություն, երկրաչափություն
եւ այս աշխարհի պատկերի հետ կապված բոլոր միավորները, տաղաչափություն, գույներ եւ այլն, մեկ համակարգի մեջ էր բացատրվում։ Այդպես էր ոչ միայն մեզ մոտ, այդպես է հին Հնդկաստանի տրակտատներում, այդպես է արաբական տրակտատներում երաժշտության մասին, այդպես է ընդհանրապես արևելքի հունական եւ արևելքի ամբողջ այդ գրվածներում այդպես է։ Մերը մի քիչ բացառությամբ մեզ մոտ հատվածներ են պահպանվել, առանձին գիրք, ինչպես արաբների մոտ կա եւ պահպանվել է հույների եւ այլն մոտ տրակտատ առանձին, որ երաժշտությունը այդ ամբողջ աշխարհն է պատկերում, այդպես չի հասել մեզ, բայց հատվածներ են հասել, որ իմանում ենք ինչպես է դա կառուցված։ Իմիջիալոց մեզ ինչ-որ մի բան հասել է, օրինակ թուրքատար հայերենով կամ կներեք հայատար թուրքերենով արևմտյան Հայաստանում Թամբուրի Արութին երաժիշտ ունեինք, որը գրել էր մի գիրք, որտեղ ասում է, որ սա Իրան արևելքից եկած Հնդկաստանի կողմերից մարդիկ են ամբողջ թելադրել այս համակարգը, այդ գիրքը Նիկողայոս Թամիզյանը իմ դասատուն թարգմանեց եւ ռուսերեն Ռուսաստանում էր տպվեց սովետական միության օրոք եւ երաժշտագիտության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ ասում է, որ այդ մարդիկ այդ գրքում գրած ասում են, որ 4000 տարվա միջև հնություն ունեն այս գրքում բերված բաները։ Այս գրքում գրված է մի բան, հենց որ մերն է, դա հայն է բանարե շարադրել, որը նաեւ հանդիպում է հին արևելքի ուրիշ երկրներում, ինչպես կա Աստվածաշունչ, այդպես էլ կար երաժշտական Աստվածաշունչ։ Բացատրում է, ինչպես Աստվածաշունչը աշխարհը բացատրում է մարդու արարումը Աստվածաշունչով, որ Ադամն էր, հետո վերջը բազմացան, հետո եկավ ուրեմն Աբրահամի 12 ազգերը եւ այլն, ճիշտ այդպես կար երաժշտական Աստվածաշունչ, որ բացատրում էր ինչպես է երաժշտությունը առաջանում, ինչպես է տարածվում, ասում էր սկզբից կար մեկ ձայն ֆատներ դա, մեջտեղի ֆանը, ֆան, հետո առաջացան իր մյուս իմաստունները եկան, դարձավ 7 ձայն, հետո դրանք ունեցան աշակերտներ, բազմացան, ամեն մեկը գնաց մի ազգի մոտ, աշխարհի 4 կողմեր, դարձավ 12, ուրեմն այս ձայները, որ մարդ էին, քայլում էին, դարձան 12 հոգի եւ առաջանում է 12 ձայն, հետո առաջանում են 12 եղանակները հիմնական, արևելքում դրանք 12 մուղամներ էին կոչվում, մեր մոտ կոչվում են ձայնեղանակներ, ուրիշ Եվրոպայում էլ միջև կա ուրիշ բաներ եւ տարածվեցին այդպես աշխարհում եւ հետո ուրեմն այս ձայները կենթանակերպերի համապատասխան սկսում են ձայներ արձակել, մեկը խոյ կենթանակերպի մեր եւ այսպես նկարագրում է հարմոնիան, ներդաշնակությունը երաժշտական այդ գրքերում, այդպես է գրված։ Եվ ես խազերով զբաղվելու համար պետքա վերականգնեինք հայկական միջնադարյան երաժշտական տեսությունը եւ դրանից առաջ հասկանալ ինչ ա եղել, որպեսզի այդ տեսության համաձայն բան։ Եվ ահա այս հարցով առաջինը զբաղվել էր Կոմիտասը։ Կոմիտասը գրեց իր վերջի հոդվածն է, հետո աքսորեցին իրան, բժշկություն երաժշտության հոդվածը, որտեղ բերեց խնդրում եմ ցույց տալ երկրորդ հաջորդը, որն էր արդեն առնեմ, երկրորդի մեկը, սա Կոմիտասի արածն է, Կոմիտասը ըստ միջնադարյան մեր աղբյուրների, երաժշտությունը եւ աշխարհը, այստեղ հող, ջուր, օթուր, կա 4, երևի չի երևում, ինչ որ այստեղ նոտաներն են, 4 հիմնական ձայներն են, դո, ռե, մի, դո, ֆա, սոլ, երկրորդ օկտավայի դո, լարվածքն է գործիքի, լադերն են եւ գրած է, որ ուրեմն մեկը ծանր է հողը, դյուրին, թեթև, մեկը ջերմ, ցուրտ եւ այլն։ Սա ցուրտ է հողը, մեկը գեր, մյուսը ջերմ, մյուսը չոր, լարվածքը պինդ եւ այլն։ Եվ Կոմիտասը արդեն քանի որ ես Կոմիտասով զբաղվում եմ եւ հրատարակում եմ Կոմիտասի անտիպ գործերը, ուրեմն հետարքրեց, ուրեմն սա որպես սկիզբ։ Հաջորդը, որ Կոմիտասը բերում էր իր հոդվածներում, երկուսի երկրորդը խնդրեմ։ Հաջորդը, որ այդ հող ջուր օթուր, երբ որ դասավորում էինք,
դա չի երևում այստեղ ձեր համար հող ջուր օթուր եւ մեր 7-8 ձայնեղանակները, լադերը չի լինում, որովհետեւ 4 ձայնեղանակը 4 լադին է համապատասխանում, այն մյուս 4-ը մնում է այդ հուրից դուրս, որովհետեւ այդ ձայները աշճանական բարձրացում են ներքևից վերև եւ մեր միջնադարյան ձեռագրերն ասում են, որ մեր ամեն ձայնեղանակը դա լադն է եկեղեցական, որով երգում են երգերը, համապատասխանում է մի տարերքի, հողի, ջրի, օդի, որը եղել է Մեսրոպ Մաշտոցից առաջ, եւ ըստ ձեռագրերի Մաշտոցն ու Սահակ Պարթևը այս ձայնեղանակները կարգավորեցին, ներմուծեցին մեր եկեղեցի եւ մեր եկեղեցին, այսինքն նախաքրիստոնեական շրջանի երաժշտությունը ընդունեց, որը կար մինչև քրիստոնեությունը մեր հին, այդպես է գրված է ձեռագրերում, մեր հին ուրեմն այդ եղանակները ներմուծվեցին եկեղեցի, այսինքն այն շարականները, որ առաջ եղանակները ներմուծվել են, դրանք մեր հեթանոսական շրջանի տաճարների եղանակներն էին։ Եվ ամեն մեկը համապատասխանում էր մի ձայնավորի, 7 ձայնավոր էին հաշվում, ամեն ձայնը մի ձայնավորի էր համապատասխանում ըստ բարձրության, ներքևից վերև։ 2/3 խնդրեմ։ Հա, խազերը բերվում է 7 տեսակի խազ, այդտեղ երևի լավ չի երևում, այս է 7 տեսակի խազ, ամեն խազը մի ձայնավորի է համապատասխանում, այնտեղ մենք ունենք, որ on ու շրջանում է, ինչպես գիտեք, on չի եղել, բայց ունենք այնտեղ 7 խազը համապատասխանում, որտեղ օի փոխարեն վյունն է, վյունը ուի պես է հնչել, ուրեմն հին գրափարում, ինքը որպես ձայնավոր է եղել, ոչ թե կիսաձայն, որ այսօր կա, եւ այս 7 խազերն են, տեսեք վերջի խազը արևի նշանն է, որ արդեն մենք հասկանում ենք, որ 7 լուսատուները համեմատվում են 7 ձայնավորների հետ, 7 լուսատուները եւ արևը վերևում է ամենա, ուրեմն իմանում ենք, որ 7 ձայներից սա վերևի 7-րդ ձայնն է։ Հաջորդը 2/4-ը, տանք։ Սա Կոմիտասի բերած ուրեմն տեղեկություններով, որ արդեն միջնադարյան ձեռագրերից հանել էր, աշխարհի պատկերը, այստեղ ձայնեղանակներն են, մեր լադերն են, 8 լադերը եկեղեցական, եւ այստեղ ըստ ձեռագրերի, որը ինչից է առաջացել, սա առաջացել է ծովային ալիքներից, այս ձայնը առաջացել է գետերի ձայնից, սա դարբնի կռելու ձայնից, դա հյուսնականի փայտի խփելուց, սա կոչվում է այս ձայնը 4 հիմնական ձայները կոչվում է իմանալյաց, բանականաց, գայականաց եւ չի կարդացվում, ես հիմա չեմ հիշում, եւ մի խոսքով հրեղինների եւ տարբերակներ ա բերում Կոմիտասը տարբեր տեղերից, որ ասենք մի ուրիշ ձեռագրում էր 10 ձայնեղանակները համարվում է կենթանիներից, սա երկաթից, սա դարբնից, էլի սա անասունների ձայնից, սա ծովից, սա եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամբողջ ձայնեղանակները աշխարհի մասերից է կառուցված ըստ իրենց։ Հաջորդը 2/5, հա։ Ուրեմն ես ինչ արեցի։ Ես այս միջնադարյան բոլոր աղբյուրները, ինչ որ ասվում է ձայների հետ կապված, վերցրեցի մի աղյուսակով դրեցի իրար կողքի, ինչպես որ ասում են։ Քանի որ այդ աղյուսակը մեծ է, այստեղ ամեն էջի վրա իմ գրքում 2 աղյուսակ է, իրար կպած սենց եւ երևում է մի աղյուսակ, բայց այստեղ ես կբացատրեմ կարճ այս մի աղյուսակը, սրանք չի երևում, սրանք ձայներն են 4, սա 4-ի աղյուսակն է, 4-ի։ Հա, այստեղ ուրեմն տարերքներն են, առոգանության նշաններն են, տարվա եղանակներն են, աշուն, ձմեռ, ամառ, համապատասխան, գույներն են, սև, սպիտակ, խառը, դեղին, մյուսը ցուրտ, գեշ, ջերմ, տաքություններն են, լարվածքն է, աշխարհի կողմերն են, ասեցի, 12 կենդանակերպերն են ներքևում հեսա, մի հատ բարձրացնենք, բրծավ սա, մյուս աղյուսակը բեր, հեսա ստե լավ է երևում, տևողություններն են, երկամանակ, սուղ, կարճ եւ այլն, գույն, տարերք, դիրք, լարվածք, հաջորդ աղյուսակը կմեծաց այբուբենը, ամբողջ այբուբենը դասավորվում է ըստ միջնադարյան ձեռագրերի
7 գրյակներում ըստ տարվա այդ տարերքների առաջի 10 սյունակը հող, ջուր, օդուր, նորից ես հետո կասեմ, որ դա հակասական համակարգն է, միջնադարինը, ուղղակի արհեստականորեն բաժանել են տարերքների, այստեղ նորից այդ հյուսնական են ինչից է առաջացել եւ այլն, տաղաչափությունն է այս, մեծասար, մեծավերջ, երևի գիտեք, մեր տաղաչափական անուններն են, մեծասար, մեծավերջ, անգայտ եւ այլն, գնանք տարվա եղանակները, բանը սերրերը, հողը իգական, ջուրը իգական, օդահարական, հյուրահարական եւ այլն։ Սա կազմեցի այս աղյուսակը միջնադարյան եւ տեսա, որ այնտեղ հակասություններ կան, լիքը հակասություն, չի բռնում իրար։ Հասարակ բան, ասենք հակասություններից։ Այբուբենի առաջի 10 տարը համարվում է հող տարերք, երբ որ բոլոր միջնադարյան քերականները մեր Այբուբենի ձայները բաժանում են լրիվ ուրիշ ձև, ասում են այսինչ ձայները սուր են վերև, այսինչը ներքև, օրինակ տ, բ, տ, դ, թ, թն թավ է, ասում են ցած, դն միջակ է, տն բարձր, սն վերև է, բան, այսինքն նայում ես չի բռնում այս արհեստական բաժանմանը, եւ օրինակ այս հարցով միջանկյալ ասեմ, ճշտելու համար այս հարցը, որ այս Այբուբենը ոնց է աշխարհի տարերքների, գրեցի ես այս գիրքը 800 էջանոց գիրք է, սա գրափարի հնչյունաբանությունը, որտեղ այս 800 էջում բոլոր մեր քերականների, բոլոր միջև 15-րդ դար տվյալները ամբողջ եւ Կոմիտասի առածգործ Կոմիտասն էլ այս ուղղությամբ աշխատել, մի գրքում շարադրեցի եւ վերջը կազմեցի այդ աղյուսակը, որը այս գիրքը գրելուց հետո շատ հեշտ էր, որովհետեւ պարզ է արդեն որն են միջակ բաղաձայները, որը սուր, որը թավ, եւ որ իմիջայլոց հետագայում փոխվել է երևի, որովհետեւ Աճարյանի եւ Աբեղյանի մոտ բերվում են թավ, այսինչը տվյալներ ցած, որը լրիվ հակասում է գրափարի բոլոր քերականների տվյալներին, լրիվ հակասում է։ Այսինքն հաջորդը մի հատ տանք, դեռ Կոմիտասի, արդեն Կոմիտասից անցանք դեպի այս աղյուսակը, որ միջնադարը կազմեցի։ Եվ սա հաջորդն է, հա, լավ, մի հատ ներքևին է պետք, այս է։ Եվ տեսեք, ոչ մի կերպ չէր լինում այդ 8 լադերը, ձայները 8 եկեղեցական, հարմարացնել այնպես ներդաշնակ տարերքներին եւ 7 լուսատուներին, որպեսզի հակասություն չլինի, որովհետեւ եթե 4 ձայնը հիմնական, կա 4 ձայն եւ կող, արդեն 4 ձայնը ասում է հող, ջուր, օդուր, այս մի ձայնը հող, այս ջուր, այդ հուր, բայց մյուս 4 ձայնը ուր մնաց։ Եվ Խաչատուր Էրզրուցու մոտ միայն նա բերեց, որ մեր աստիճանական ձայները ոչ թե գնում են առաջի այդ ձայնը հիմնական ածը, բծը, գծը, դծը է կոչվում, առաջի ձայն, երկրորդ, երրորդ, չորրորդ, այլ գնում է, այլ հերթով բարձրանում է, մյուսն էլ հետները, այսպես, առաջի ձայն, առաջի կողմ, երկրորդ ձայն, երկրորդ կողմ, երրորդ ձայն, երրորդ կողմ, եւ այստեղ արդեն տարերքներ են առաջի ձայնի, երկրորդ ձայնի, ընկնում է մեկու մեջ, տեսեք, եւ լրիվ դաշտը համընկնում է, տեսեք, հիմա չէր բռնում, երբ որ բարձրանում են ձայները, այս 7 ձայնը, չէր համապատասխանում լուսատուները, որովհետև արևը բոլոր համակարգերում, հունական համակարգում, մեր միջնադարյան համակարգում, եւ բոլոր արևը կենտրոնում էր, կենտրոնում, վերևում երևակը, եւ եթե կենտրոնում ենք դնում, այս հուր տարերքին, երբ որ սեյ շարում ենք, հակասություն է լինում, չի նախ վերևի ձայնը արևին չի գնում, արևը ընկնում է մեջտեղում եւ համապատասխանում ջուր տարերքին։ Դրա համար էլ դուք չեք տեսնի, որ լուսատուները եւ տարերքները հնդկական, հունական եւ այդ մյուս համակարգերում իրար կողք բերեն։ Նրանք միայն գրքերում պատմում են ձեզ այդ մասին։ Իրանք ասում են արևը հուր տարերքը, հա, այս 7 լուսատուներից կենտրոնում է, բայց հենց դուք փորձեք գծել, իրանք գծեն, կտեսնեն, որ արևը կենտրոնում կընկնի ջուր տարերքին։ Դրա համար Ուպանիշադներում էլ հակասություններ կան։ Բայց շիրակացին ասում է, արևը ամենավերևում է։
7 լուսատուներից։ Եվ երբ որ արևը դրեցի վերևում, մեր համակարգ, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Կան մարդիկ, որոնք ինձ ասել են, որ տես, արևը, որ մեջտեղում է, ինքը մեջտեղում է, բայց վերևում է, ոնց որ լուսատուները կողքը սենց լինեն, այդպես եմ մտածել, իսկ արևը վերևում, բայց այս համակարգին չի վերաբերվում, սա այսօրվա տեզերակցությունը կապ չունի այս հին աշխարհի պատկերացման հետ, հին աշխարհում հաստատ արևը նկատի ունեն ոչ թե կլոր հաստատ հերթականություն, որովհետև յուրաքանչյուր լուսատուն համապատասխանում է մեկ ձայնի ասում է, իսկ ձայները գնում են ներքևից վերև բարձրությամբ, դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի բեմոլ, այսինքն այդ լուսատուները շատ էլ լավ իրար հերթով գնում են դեպի բարձրության։ Եվ այս փոքրիկ տիեզերակարգը այստեղ եղավ։ Անցնենք առաջ։ Ուրեմն ասեցինք, որ մարդը համարվում էր այդ աշխարհի պատկերի կրկնօրինակը եւ հաջորդը մարդը ինչ անում էր, նկարագրում էր այդ աշխարհը։ Ես հետո վերջում ցույց կտամ, ես երբ որ կառուցեցի այդ աշխարհը ըստ տվյալների, հիմա փորձեցի ստուգեմ, այսինքն մարդու արածով, հարսանյաց ծեսը համապատասխանում է 7 օրը սրան, երկրագործությունը, փուլերը, 7 փուլերը, ուրեմն տոմարը, այնտեղ աշխարհագրությունը եւ այլն, ինչու՞։ Որովհետև հին աշխարհում բոլորի մոտ օրինակ աշխարհագրությունը եւ արենաշիրակացին էլ բերում եւ բոլոր հին աշխարհում բաժանվում է ըստ կենդանակերպերի աշխարհագրությունը եւ աշխարհի պատկերի ինչ որ մի գավառ համապատասխանում է սրան։ Հետո աշխարհն էին բաժանում ոչ միայն իրանց երկիրը կենդանակերպեր, օրինակ հորենացու մոտ Հայաստանը խեցգետինն է։ Այնտեղ մի երկիրը սա է, Հունաստանը սա է, սա, այդպես բանով գնում են իրանք հերթով։ Հիմա մի շատ կարևոր բան, այս աշխարհի պատկերը, որ ասեցի, հակասություններ ունի, այն Ռուբիկ կուբիկ խաղ կա, տեսել եք, չէ՞։ Քանի որ տարբեր երկրների մոտ գրեթե նույն բանի հետ գործ ունեն միավորների, ուրեմն կասկած առաջանում, որ սրանք ունեցել են սկզբից մի տեսակ է եղել, ներդաշնակ, այն Ռուբիկ կուբիկը հավաքված որ կա, մի կողմը կարմիր, մի կողմը չէ, տեսել եք, չէ, այդ խաղը։ Եվ հետագայում փոփոխությունների արդյունքում այդ Ռուբիկ կուբիկը որ շարժեք, առաջացել են տարբեր համակարգեր։ Իսկ այդ հինը վերականգնելը նման է, գիտեք ինչին, այն երեխաների համար բան են ծախում, նկարը կա եւ նկարի կտորները, որ տունը նկարը նայելով պիտի հավաքի, բայց այս դեպքում նկարը չունենք, ունենք կտորները, որ ինչ ասում են պիտի դնենք տեղը, տեսնենք այդպես է թե չէ։ Ուրեմն ես սկսեցի այդ փորձերը, այդ աշխարհի պատկերը, այդ աղյուսակները տեսակ հավաքել, այնպես որ բռնի հակասություն չլինի, ոչ մի տեղ, դեռ բր չէր լինում, միշտ մի տեղ են բանի նման են հանգույցի, որ կծիկի քաշում ես թելը ընդեից է դուզ գալի, ամեն ինչ բռնում է, սա չի բռնում։ Եվ ես սկսեցի փոխել այս կենդանակերպերի տեղերը։ Սկսեցի փոխել, տեսնում եմ սիմվոլները չեն բռնում։ Ասենք ոչ թե տեղերը, բանը, ասենք եթե առյուծ, խեցգետին, առյուծ, կույս, ամռան ամիսներ են այսօրվա այս համակարգով ձեր հայտնի, ես սկսեցի շարժել այդ տեղերը։ Այնքան որ բռնի այդ հուրին, նա այնտեղ, օրինակ մի հակասություն ասեմ ձեզ, հայտնի հակասություն, արևադարձ որպես համարվելով, համարում են խոյը, առյուծը եւ աղեղնավորը հուր տարերք, բոլոր համակարգերում տենց է գրված այսօրվա, բայց մի կողմից էլ ասում է, որ հողը, աշունը հող տարերքն է, ձմեռը ջուր, գարունը օդ, ամառը հուր։ Եթե ամառը հուր տարերքն է, ամառվա 3 կենդանակերպեր պետք է հուր լինեն, բայց առյուծը, աղեղնավորը եւ բանը իրարից հեռու կենդանակերպեր են, հետ իրար կողք չեն։ Միայն այն ժամանակ ընկավ տեղը այդ համակարգը, երբ որ ես կշեռքը կենտրոնում դրեցի։ Ես սկսեցի խաղալ, խաղի պես, երեխան ոնց է խաղում այս միավորները, սկսեցի հետաքրքրությամբ կառուցել, արդեն խազերի գործը մի պահ դրեցի կողքի,
ասի էսի չա կատարում, հələ տենա մեզ ու հավատս չէր գալի, որ կարողա բռնի իրար, ասի տես պատահականություն կշերքը դրեցի մեջտեղը, ջրոց զուգ խոյը ընկավ ամռան ամիս, մեկ էլ տենամ ամեն ինչ ընկավ իր տեղը, ոչ մի հակասություն չկա։ Հիմա ես այդ մանրամասն ձեզ չեմ կարող ներկայացնել, դրա համար ես 1000 էջանոց գիրք գրեցի։ Ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ որ ընկավ իր տեղը, ես սկսեցի ստուգել։ Ստուգելու համար անցա հին ծեսին, հին հեքիաթին։ Առաջինը հեքիաթը ասեցի, հիմա ամեն ասպարեզում, ճարտարապետություն, ամեն ասպարեզում ստուգեմ։ Հարսանյաց ծեսից սկսեցի։ Գրեցի մի հատ գիրք 700 էջանոց, հայկական հարսանյաց ծեսը։ 400 երաժշտական նմուշ կա այնտեղ եւ արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր շրջանների հարսանիքների նկարագրությունները։ Դա ինձ համար դժվարություն չէր, որովհետեւ Երևան Լալայանի ազգագրության 27 հատորում բոլոր շրջանների հարսանիքները նկարագրված է։ Ես այդ ամբողջը դրեցի, սկսեցի համեմատել իրար հետ եւ գրեցի այդ գիրքը 700 էջանոց գիրքը հայկական հայոց հարսանյաց ծեսը եւ 400 երաժշտական նմուշ։ Իմիջիալոց մենք 400 հարսանիքի երգ ունենք, սկսած այն հարսը ուզելուց մինչև 7-րդ օրը, որ արևը դիմավորում են, բայց մեր հարսանիքներն գիտեք ինչ են երգում, էլ չասեմ, մարդու վրա դող է գալիս։ Ուրեմն այս գիրքը գրեցի եւ տեսա, որ հարսանիքի այս 7 օրը համապատասխանում է։ Ասենք առաջի օրը ցուլն է, չէ՞։ Բանը առաջի օրը երկուշաբթին է, համապատասխանում է, այնտեղ չասեմ, համապատասխանում է ցուլ կենթանակերպերին, լուսնին եւ մարդու մարմնի մասերից ոտքին։ Եվ առաջի օրից ցուլը տանում են հարսի տունը մորթում, խավորն է գալիս է ոտը դնում է ցուլի վրա, պարտադիր պետք է ոտնաթաթը դնի ցուլի վրա։ Խավորը։ Եվ այսպես ձեզ կարող եմ բոլոր 7 օրերը ասել։ Ասենք հրատի օրը, մարս մոլորակի 6-րդ օրը, 6-րդ մոլորակն է այնտեղ, առագաստն է, որ մտնում են առագաստ։ Եվ այդ օրը պարզվում է սասունում, վանում եւ բանում, պղինձներով խփել են, կրակել վառը այդ կայծակի բանը, միջև կուսության ապացույցը ուրեմն հանեն դուրս։ Այդ պատկերացնում եք, չէ, հարսու պես են այնտեղ, դուրսը մի հատ աղմուկ, պղինձներին խփել, կրակոց, կրակ եւ այլն, բան, որովհետեւ հրատի օրն է սա։ Եվ որովայնին է համապատասխանում 5-րդ օրը կարիչ համաստեղության եւ այնտեղ աստղիկին համապատասխանող օրը, այդ օրն է հիմնական կերուխումը։ Այդ օրը։ Եվ այդպես ես մանրամասները չասեմ, մետաղներ էլ կան, 7 մետաղ է համապատասխանում ամեն մեկին։ Եթե պղնձի մետաղը այսինչ օրն է, հարսին իջացնում են պղնձի վրա։ Բերում են պղնձի կաթսա, հարսը ոտը պետք է դնի վրա, նորին շտի, պղնձի պետք է կպնի ոտքը։ Ժողովուրդը չի իմացել այս աշխարհի պատկերի մասին։ Ժողովրդին փոխանցվել է այդ սրբությունը աշխարհի պատկերը ծեսի լեզվով։ Բայց ժողովուրդը ինչի է հավատարիմ պահել։ Ժողովուրդը չի ուզեցել մի բան փոխի, միշտ վախեցել է։ Ինքը իմացել է, որ այնտեղ մի բան կա։ Չի կարելի փոխել, ասում է, այս ավանդություն է։ Դրա համար օրինակ չինացիք ասում են, երբ կորցնում ես ճանապարհը, մնում է ծեսը, երբ կորցնում են ծեսը, մնում է ավանդությունը, երբ կորցնում են ավանդությունը, մնում է սովորությունը, սովորությունից սկսում է այլասերվածությունը արդեն։ Երբ որ միայն սովորությունն է մնացել։ Եվ մեր ժողովուրդը ինքը պահելով այդ բանը չի իմացել, որ ինքը որ մի սրբություն է պահում, այդ սրբությունը ամենամեծ աշխարհում բոլոր ժողովուրդների համար եղել է աշխարհի պատկերը, որին անվանել են կենաց ծառ, հազարան հավք, ալմահական ջուր, ալմահական խնձոր, բանը իմաստության քար, ինչ ասես չեն տվել դրա այդ անունը։ Հաջորդ բանը հազարան հավք հեքիաթներ ինձ հետաքրքրում, որովհետև հրաշապատում հեքիաթները եւ հին հեքիաթները պիտի համապատասխանեին տիեզերակարգին։ Եվ չէ որ իմիջիալոց այն կրոնները, որոնք չեն համապատասխանում տիեզերակարգի, դա կրոն չի, դա փիլիսոփայություն է։ Եթե քրիստոնեության սիմվոլները օրինակ կամ որևէ հին կրոնի հետհասական չհամապատասխանեն, չլինեն աշխարհի պատկերի սիմվոլների մեջ, ինքը կլինի փիլիսոփայություն, սիրեք իրար, մի ատեք իրար, մի բան, պետք է անպայման բռնի։ Ասենք,
ասեցի ամառվան ամիսները ջրոց ձուկ խոյնա, Քրիստոսն ասում է ես գառն եմ Աստծո, ջրերի վրա եմ անգալի, ձուկ աուտում, աշխարհի 12 առաքյալներ ունի, ոնց որ այդ առաքյալներից մեկի անունը Երկվորյա կա, Թովմասի անունը, դրախտը ունի 4 դռներ եւ հետո 12 քարեր, ամեն ինչը այդ սիմվոլներով նկարագրվում է, 4 ավետարանիչներից մեկը առյուծա, մեկը ցուլա, համարվում քրիստոնեության մեջ, Իմիջայլոս Միշնադարում Գրիգոր Տաթևացի եւ այլն բացահայտ ասում են, որ այս ինչը համապատասխանում է 4 տարերքին, այս ինչը 12 բանը եւ այլն։ Եվ հազարանհավ քեքյաթը, եթե կարելի է համար 11-ը գնումը ուրեմն ես վերականգնեցի այդ հեքիաթը բոլոր տարբերակներով եւ հրատարակեցի, որովհետեւ աշխարհում այս հեքիաթը ավելի ամբողջական միայն պահպանված է հայերի մոտ։ Ամբողջ աշխարհը պատմում է սա, արաբները, Սինամ Հավք, Ժարպծիցը ռուսները, ճապոնացիները կապույտ թռչուն, ամբողջ հին արևելքը պատմում է այս հեքիաթը, բայց այս հեքիաթը բոլորի մոտ կիսատ է։ Ասենք միտեղ Արեքնազանը գնում է 2 աշխարհ, միտեղ 3 աշխարհ, միտեղ մի աշխարհ, մեր մոտ 4 աշխարհ է գնում, 4 աշխարհ, եւ որ աշխարհում ինչ անում է, նկարագրում է այդ աշխարհը։ Օրինակ հուր տարերք երբ որ հասնում է սպիտակ աշխարհ, ես ասեցի, չէ, ջրոց ձուկ խոյնա, չէ, հասնում է ծովի, ձուկը բերանով տանում է, որովհետեւ բերանին է համապատասխան հուր տարերքը, Արեքնազանին մյուս ափ, մեծ ձուկը, եւ հետո հասնում է խոյին։ Նոր համակարգում առյուծն է ամռան 3-րդ ամիսը, նախնական համակարգում, որ վերականգնեմ, խոյնն է։ Դրա համար ինքը տաճար մտնելու համար ասվում է առյուծի առաջ խոտ է դրած, խոյի առաջ միս, պետքա տեղերը փոխի, որ մտնի աշխարհ։ Տեղերը փոխում է եւ նոր մտնում է տաճար, հազարանհավքը նոր իրան տրվում է։ Նախնական աշխարհը, անշարժ համակարգը եւ տեսեք, աղեղնավոր կենդանակերպի տեղում նետով սպանում է միաճկանի կախարդին։ Ամենտեղ հեսա կա, այնտեղ գիրքում մանրամասն բացատրել են, որտեղ ինչ անում է, համապատասխանում է դրան։ Այս հեքիաթը համարյա Աստվածաշնչի արժեք ունեցող հեքիաթ է, Ավետիք Իսահակյանը ասում էր արևելքի մեր Ֆաուստը։ Հովհաննես Թումանյանն ասում էր մեր ամենամեծ գանձը, որ իմ երազանքն է, որ ես սա մշակեմ, որովհետև սա կլինի իմ փառք ու պսակը, բայց ասում էր ժամանակ չեղավ, խաղաղ ժամանակ ինչ չտվեցին, եւ գիտեք ինքը հատվածներ գրեց, եւ հետո գնաց հավաքեց տարբերակներ յուղերից, եւ որ մի ամբողջական տարբերակ մի ծերունի գիտեր, որին փնտրելա 10 տարի, վերջապես հասել է, գտել է այդ յուղը, այդ տեղը, ասել են այսօր մեռավ։ Թումանն ասա չի կարող պատահի։ Ոնց կարող է պատահի, ես այսքան տարի փնտրել եմ, այսօր մեռավ այդ ծերունին։ Ահա այս հեքիաթը, որ Արեքնազանը գնում է 4 աշխարհ անցնում, հազարանհավքը բերում, որ այգին չորացել է նորից ծաղկի, եւ մարդը, որ գազան է դարձել, գազան, հոշոտում են իրար, նորից մարդ դառնա, այսինքն բերում է մարդու խորհրդանիշը, եւ ասում է մի ուրիշ տարբերակում հազարանհավքի պետքա բերել ամահական ջուրը եւ որով պետքա այդ կենաց ծառը տեղի գլխավոր ծառը ջրել, որի մի կաթիլը մի ծով կարող է լցնի։ Այսինքն այս բոլոր սիմվոլները վերաբերվում են այդ աշխարհին եւ հազարանհավք հեքիաթի մեջ հենց պահված է հազարանհավքը, որը հենց աշխարհի պատկերն է, որը ինչու է մարդու աշխարհը, որովհետեւ սրանք, եթե սրանք իմաստներ չունենան, աշխարհի միավորները ոչինչ է։ Եթե մենք ասում ենք արև, լուսին, կենդանակերպ, խոյ, մարդու համար, եթե սա իմաստ չունենա, ոչ մի բան է, հետո ինչ խոյ կենդանակերպ, բայց սրանք բոլորը հին աշխարհում ունեն հատկություններ, մեկը մայրություն է կոչվում, մեկը քաջություն, մեկը խնամք, մեկը կոչվում է հոգատարություն, մեկը կոչվում է իմաստություն, մեկը կոչվում է արդարություն, կշեռք օրինակ։ Դուք գիտեք, որ կենդանակերպերը հատկություններ ունեն։ Եվ սա մարդու աշխարհ ասելով մարդկային այդ հատկությունների աշխարհն է, հոխաբերական։ Ոչ թե աշխարհը սենց է սարքած։ Աշխարհը հաստատ սենց չի սարքած, ես այստեղ ֆիզիկոս է նստած, կապացի, որ աշխարհը ուրիշ ձև է սարքած։ Սենց չի։ Սա փոխաբերական հատկություններ են։ Եվ ի սկզբանե, երբ որ այս համակարգը եղել է, սա եղել է որպես անշարժ համակարգ, որ պետք չի սա փոխել, շարժել,
որովհետև երբ որ շարժում ես, հատկություններն էլ հետն են շարժվում։ Եթե դու կշեռքը տանես աշուն գցես հող տարերքին, արդարությունը ոտքերի տակ կհայտնվի, ոչ թե պորտում։ Իսկ երբ որ մարդը կորցրել է անշարժ համակարգը, նայել է երկնքին, տեսել է 2000 տարին մեկ արևը փոխում է, չէ՞ տեղը։ Տեսել է փոխվել է տեղը, ինքն էլ սա է փոխվել։ Սա նույն բանն է, որ Մարսը մոլորակը համարվեր քաջություն, մի օր զարթնեին տենային Մարս մոլորակը անհայտացել է երկնքից, ասենք չի երևում, ասեն եկեք վերացնենք այս քաջությունն էլ հետը վերացնենք։ Եվ սկսել է աղավաղվել մարդու աշխարհը։ Սա է կոչվել մարդու աշխարհ։ Հիմա գանք 4-րդին, հա, 4-րդին պատկերներ բաժնում, սկսեցի, ասեցի, չէ՞ որ սկսեցի ստուգել, տարբեր տեղեր փնտրել, որ այդ համակարգին ինչ են համապատասխանում։ 4-րդը, սա չի։ Այն էր նախորդ, այո։ Լճաշենից գտած այդ սարքը, որ ամեն ձև, չէ, սա առաջինն է, 4-րդի։ Հա, լճաշենից գտած սարքը, որը ամեն կերպ բացատրում են, բայց պետք չի բացատրել։ Պետք է բացատրել ոչ թե մենք մեր ուզածով, որ շատերը բացատրում, ոնց ենք մտածում, ես կարծում եմ։ Չէ, պետք է բացատրել ոնց հին աշխարհի մարդիկ ինչով էին բացատրում, ամեն ինչ բացատրում են աշխարհի պատկերով։ Սա 12 մասի է բաժանված, սա էլ 7 լուսատուներն են ջարդված, 1, 2, 3, 4, 5, 6, արևը վերևում 7, ներքևում երկրի նշանը։ Սա այս համակարգը 4000 տարին լճաշենի պեղումներից են գտել, գիտեք, այն սայլը որ հանել են, չնայած վեճ կա, ինչ որ պարզվում է, որ չեն կարում իմանան որտեղից են գտել, մեր մոտ ուղղակի ծիծաղելու է, մեր գիտությունը, հնագիտությունը հարցնում ես, ասում է, գիտեք, դեռ ընդեղից է գրվում ենք, ասում ենք, բայց կասկած կա, որ ընդեղից չեն գտել, ուրիշ տեղ, այ մարդ չկար այդ գտնողը, ուր է որ իմանաք որտեղից։ Հաջորդը անցնենք։ Հաջորդը, սա միջնադար է, տեսեք, եկավ միջնադար մանրանկարչություն, մանրանկարիչը տեղյակ չի եղել, որովհետև դեռ պեղված չէր են աշխարհի պատկերը, որ ինքը նկարել է։ Տակի այդ կլորը 1, 2, 3, 4, 5, 6 ջրոց ջուրը վերևում 7, կամ սա, տակը կլորը 1, 2, 3, 4, 5, 6, 7, հաջորդը, քրիստոնեության մեջ էլ ուզած չուզած այդ նույն համակարգով պիտի բացատրեն։ Սա Մովսեսը պարկած, սա էլ առաքյալները, բայց չգիտես ինչի 7 հատ է։ 1, 2, 3, 4, 5, 6, վերևում Քրիստոսը արև որպես մոր կրկին, տեսեք։ Այն նույն համակարգը, հաջորդը, այս սյունն էլ է նույն ձևի, հաջորդը, ուր արտականը, ոտքը ցուլի վրա, ցուլը ներքևում հող տարերք, արևը գլխին, վերևում տակը խոյի նշանը, խոյը ամենավերևում, եւ սա բաժանված 1, 2, 3, 4, 5, 6, կենտրոնում ձեռը 7, կենտրոնի տերևը է սա, 7, 7-ի, հաջորդը, տոմար, ես սկսեցի զբաղվել տոմարով, առաջինը, որ ինձ հետաքրքրեց, սա այդ նոր տարի օրվա պատմությունն էր, որ հայերը նոր տարի ունեն, դա ինձ անընդհատ բան արեց, որ ինչի նոր տարի, երբ որ մեր երաժշտական համակարգը ոնց կարող է ուրիշ լինի, տոմարը ուրիշ։ Կոմիտասը ապացուցեց, որ մեր երաժշտության համակարգը եվրոպականից տարբերվում է հետևյալ կերպ։ Եվրոպական համակարգը բոլորդ գիտեք, դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, դո, գլխավոր դոյի դո մաժորը, ներքևի ձայնը դոն է, եւ վերջանում է դոյով, դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, դո։ Հայկական լադը այդպես չի։ Հայկական ձայնաշարում գլխավոր ձայնը մեջտեղում է, 1, 2, 3, 4, այս մեջտեղի ձայնը, եւ վերևից իջնում է 1, 2, 3, 4, շղթայաձև, այս է շղթա։ 4 ձայն ստեյա, կենտրոնական, առաջի 4 ձայնի վերջի ձայնը, մյուս 4 ձայնի առաջի ձայնն է։ Նրա համար առաջի ձայնը, սրա համար վերջին, կենտրոնական ձայնը, չկա նոր տարի եւ վերջացավ, տարին վերջացավ, վերջ չկա։ Դրա համար ես մտածեցի, որ պիտի լինի տարի օր, բայց երբ որ ստուգեցի մեր տոմարը, տեսա, որ 5 օր դուրս է տոմարից մեր ավանդական տոմարը, դրանք 30 օրեր են եւ 5 օրը կենտրոնում է եւ այդ 5 օրը կոչվում է արարչական օրեր։ Եվ դրա կենտրոնի օրը, ամենակենտրոնի օրն էլ հենց եղել է տարի օրը, ոչ թե նոր տարի։ Եվ լուսում 8-ին,
ժամի ոչ լույս, ոչ մութ։ Հետո երբ որ Տատեյանի եւ բանի սկսեցի նոր տարվա նյութերը հավաքել, տեսա որ լուսումութին են տոնել նոր տարին։ Լուսումութին գնացել են այդ ջուրը բերելու գետից ամբողջ արևմտյան Հայաստանում բանում, որ այդ պահին ոսկի են դառնում ջրերը, եթե կարողանաս լուսումութին դու այդ ջուրը վերցնես։ Եվ տոմարը շատ պարզ 30 օր 5 օր է հեսա դուրս Իրանից դուրս եւ 30 օր բաժա 180 օր էստեղ զմեր աշուն գարուն ամառ ես այս տոմարը դրեցի այդ աղյուսակի մեծ միացավ են երաշտությանը տարեքներին գարնանը եւ այլն մյուս բաներին այն որ գցում ես մեջը նայես ինչա կատարվում երբ որ գցեցի մեջը մնաց են 30 օրանունները մեր ես այդ 30 օրանունները դրեցի ոչ թե հերթով, որտեվ հերթով դնեի հակասություն կառաջանար, գիտեք ընդ ինչ անուններ կան, միհր, արամաստ, աստղիկ, ցրոն, այնպիսի անուններ են, որ բոլորը սիմվոլներ են։ Ես չնայեցի, թե դա հերթականություն է, այդ աղյուսակում դրեցի, որը որին համապատասխանում էր, արևի կողքին միհր աստծու կողքին դրեցի միհր անունը, աստղիկը դրեցի են աստղիկի տեղը, անահիտը դրեցի են ներքևում, որտեղ ցուլներ են իրա տեղ, բոլոր օրանունները սկսեցի դնել ըստ իրաց լուսին օրանունը կա, լուսին, դրեցի լուսնի կողքը, արեգ օրանունը դրեցի արևի կողքը, սկսեցի տեց դնել կողքը, բայց փագագծում գրեցի թիվը, թե դա այդ 30-ի մեջ որ երրորդն է, հա, հերթովա չէ, 1-ից 30, 1, 2, թիվը, դնելուց հետո ոչ մի բան չտեսա, Գրիգոր Բրուտյանը տեսավ, մի օր նայեց, ասեց, հլնայ է, ասեց, այս հերթականությունը ոնց է ստացվել, 1, 10, 11, 2, 12, 22, 3, 13, 23, 4, 14, 24, 5, 15, 25, 6, 16, 26, 7, 17, 27, 8, 18, 28, և կասկած չկար, որ սա կոդավորված է եղել, որ սա կոդավորված է այս տիեզերակարգը ճիշտ է, և հետագայում Գրիգորը գրեց իր տոմար գիրքը, այնտեղ քննադատեց իմ Էարարի տոմար բաժինը, որ հնարավոր չի, որ այդքան հին ժամանակներում տոմար եղած լինի, այսպիսի հին, բայց իր նախադասություն, բայց զարմանալիորեն չգիտես ոնց այդ մեջը դնելով այդ համապատասխան այդ տոմարի օրանունները հանգարց սենց օրինաչափություն է դուրս գալիս, որը պատահական անհնար է համարել, չգիտեմ այդ ոնց ալնում գրել է։ Մի խոսքով, անցնենք տոմարից առաջ, այնտեղ տոմարը եւ օրվա ժամերը եւ բան շատ բարդ բաժին է։ Կանք աշխարհագրություն 300-վա բանը 7-րդը կդնես։ Բոլոր ասեցի ազգերը նշում են, որ աշխարհագրությունը, որ բաժանվում է բաների, կենդանակերպերի, պետք է աշխարհագրությունն էլ համապատասխանի աշխարհի պատկերին, այսինքն իրանք համապատասխանեցրել են աշխարհագրությունը աշխարհի պատկերին, բայց ես կենդանակերպերը 12 ներքևից վերև չէի կարա մի գծով դնեի Հայաստանի աշխարհագրության վրա, նախ կենդանաշրջան է, չէ՞ դա, ես այդ կենդանաշրջանը, որ մարդու մարմնի մասերին համապատասխանում, կլոր դրեցի Հայաստանի աշխարհագրության վրա, կենտրոնը բանը կշերքը դրեցի բյուրականում, բյուրակն, որ համարվում է Հայաստանի կենտրոնը, բյուրակն հարկ, որտեղ բրաբյոն ծաղիկն են մանեկել, և այդ դեպքում, երբ որ դու մարդու մարմնի մասերին համապատասխանում շրջան ես անում, ես պայմանական է սաղ նկարած, մարդը կլորվում է, ոնց որ սենց կլորվի մարդը, որ մարդու մարմնի մասերը երևա կենդանաշրջանը, և սկսեցի փնտրել այդ տեղերում անուն կենդանակերպին համապատասխան, տենա եղել է հնում, և խնդրեմ, ուրեմն, ուրա, կանք Անահիտից առաջինը, ցուլը, ուրեմն Անահիտ գետակ կա այդտեղ, որ ցուլի կողքը Անահիտ աստվածուհին էր, և այդ ուղղությամբ Տավրոսի լեռներն են, երկրորդը, ուրա, չեմ տերնում աշկս, հա, երկորյակ, ուրեմն ստեղ երկորյակ լեռ կա, անունով,
Իմիջիալոց ասեմ իմ գրքում ես բերել եմ մի անուն չես թե եմ դրել քարտեզում, շատ անուններ, բերել եմ կենդանակերպերի անուններ շարքերով, հիմա երկվորյակ լեր։ Երրորդը փառ, խեչափառա կոչվում, թիլահանում կա փառական, փառ, խեչափառ կոչվում է խեցգետինը։ Սա խեցգետինն է երրորդը։ Չորրորդը առյուծն է։ Այստեղ ոչ ավել ոչ պակաս առյուծկա գավառն է Հայաստանի։ Առյուծկա գավառն է, առյուծ անունով բլուր կա եւ առյուծ անունով գետակ կա։ Գանք 5-ը ծովքը։ Ծովքը Ծովինարին է համապատասխանել եւ ջուր տարեքի Ծովինարին, ծովքը, ծովք շրջանը։ 6-ը բյուրականն է, նժար, ասեցի սա կշերքն է։ 7-ը մի հատ տեսնենք, կարինն է, համապատասխանել է կարիճին, կարարմատով։ 8-ը երազամոյնն է, ստեղ կարամ աղյուսակը ցույց տամ, հետ չգնանք, այդ համակարգը որ ունենք, տիր աստվածն է եւ աղեղնավորն է, որ համապատասխանել է իրար կենդանակերպը, այստեղ եղել է տիրի տաճարն է եղել։ Սա այդ եղջյուր կենդանակերպն է 9-րդը, այստեղ մարմնի մասերը լրիվ բռնում է միջարոց, ոնց այնտեղ կա, սենց է, ուսը, տեսեք, թևն է, չգիտեմ, փորն է, այդ ոտքերն է, ազդրերը առյուծի մոտ։ Այդ ամեն ինչը ստե համապատասխանեցված է։ Հիմա հենց այնց դրված է, որ ասում եմ։ Ուրեմն 9 այծաղակ եւ այծասարը կա այստեղ, այս վայրում, այծաղակ եւ այծասարը կա, այծասարը։ 10-ը ջրհոսն է, ծովարն է, ջրհոս կենդանակերպն է, Արասունա, ազասու, չեմ հիշում սա ինչ է, իմ գրքում կա, ես մոռացել եմ արդեն, որ ինչի ասենց, և 12-ը գառական վայրն է, գառական, խոյին համապատասխանող, 11-ը մոռացա, ձուկը, զուգունի, ուրարտական զուգունին է, զուգունի վայրն է, համապատասխանում ստեղ։ Այս աշխարհագրությունը զարմանալու բան չկա այստեղ, որովհետև բոլոր աշխարհում այդպես են բաժանել իրենք ըստ կենդանակերպերի եւ հույները եւ բաները եւ շիրակացին էլ բերում է աշխարհը ոնց է բաժանված ըստ կենդանակերպերի։ Անցնենք առաջ։ Լավ, ես արդեն արագ անցնեմ, չօգնեք։ Ուրեմն 8-ը ճարտարապետությունը այդպես է ցույց եմ տվել, վերևում էլի արևի այստեղ արևն է անգնում, բաժանված է 12 մասի, հաջորդը կենտրոնում կշերքի նշանն է, հեսա դրան վերևում խոյն է, խոյի նշանն է, ոնց որ հին համակարգում է, հաջորդը Ուրարտուի Մուսասիրի տաճարը 6 սյուն ունի, կենտրոնում դուռը 7, հաջորդը Մեծամորի տաճարը այդ բանը, էլի 7 մասի է բաժան, 1, 2, 3, 4, 5, 6, կենտրոնը 7 հեսա։ Իմիջիալոց գիտեք, չէ՞, սա անձրևի տակ վերացավ։ Այսպիսի բան, որ մի ազգ ունենար, չգիտեմ ոնց կպայեր, քանի հազար տարվա այս հավատամքի, այս տաճարային, այս համալիրը թողեցին բաց երկնքի տակ, այսօր գոյություն չունի։ Ապակիով չծածկեցին։ Եվ մեր ոչ մի հայագետ, մեր հնագետներից ոչ ոք բողոք եւ ձայն չբարձրացրեց, որ այդ որ մեծ խոսում են, որ ասեն, ինչի ասենց եղե։ Գանք 12-ին Հա, Հայբուբենը, որ դասավորեցի ըստ սուրը վերևում, միջակ բաղաձայները, ձայնավորները մեջտեղում, թավերը ներքևում, ոնց որ ասում են քերականները, եթե մի հատ հարց տակ, այստեղ ինչի այդ տառը այդտեղ, ես ձեզ կարող եմ այս գիրքը բացել, այս 800 էջանոց, ու միջնադարի մեր բանից գրափարով տեղեկությունը կարդալ, որ դա գտնվում է այդտեղ։ Այս գրքում պատահական մի հատ էս չկա, որ տակը աղբյուրով չի, իմ գրածնա։ Բացեցի, չէ, հեսա աղբյուրները նայեք, լրիվ աղբյուրներ է տակը նշած, տենում եք, այդտենց էջ գոյություն չունի, որ ուրեմն մի հատ բան ասեմ, մեր դասախոսությունից դուրս է այստեղ, հետարքրության համար մի բան արի, Ջահոկյանին էլ ասել եմ, ինքը ասեց, դա բացառություն դժվար է, այս բան ոնց կարա լինի, էլի չեմ անում։ Ուրեմն
Ես այս ամեն տառին, որ կար վերում շարած, մի հատ ար գումարեցի, ար, սկզբից ու վերջից։ Ես տեսա, որ այդ 36 մեր տառը, որին ար գումարես, աշխարհում միակ լեզուն է, որ դրա բառը կա։ Հաճարանի բառաբացի կա, ասենք A, B, արբ, արբ։ Դա արմատական բառ է, որ արբեցում է նշանակում, հաճարան, հենց արբ, բար, գն, արկ կա, գար կա, արդ, դար, այդ որում երկու կողմից արդար, բոլոր տառերը, բայց հետո նայեցի, տենամ, որ այս տառերը, որ արը գումարում ես ինչ իմաստ տալիս է, կողքի այդ բաներին իմաստներին է համապատասխանում։ Հուր տարերքում է սնսար, ար գումարում ես, սնում է վերև, քն ներքևում էր, արը գումարում ես, քար ներքևում է, կենտրոնում դներ արարչի կողքին, արդար էր դուս գալի, արդ, զարդ, ինձ արդը հետարքրեց, ինչա, հետո կարդացի Արծրուն Սահակյանի հոդվածը, որ արդ գրափարում նշանակել է կարգավորություն, աշխարհի կարգավորություն արարչի կողմից, այդ հին բառը։ Բոլոր բառերը եւ այլն, սա անցնենք առաջ, միջալյոց։ Ուզում եմ ասեմ, այս ամեն ինչի հետևում մի գիրք կա, ես գրեցի 20 հատոր գիրք, 20 հատոր, եւ ամեն բանը ճշտելու համար, այդ ժամանակ ջահել էի, այս գործը վերջացրել եմ 34 տարեկանում, կամ 33-32, 6-ին արտանում էի, տենց գիշերը քնում, եւ արդեն այդ գրքերը պատրաստ էր։ Այնվաղ հրատարակվեց մի մասը, հետո վերարատարեց։ Օրինակ այս 5 հատորը ես 90 թվին պատրաստ է եղել։ Սա խազերի վերծանության 5 հատորն է։ Առաջի հատորը առոգանություն, երկրորդը ձայնեղանակներ, երրորդը տաղաչափություն, չորրորդը խազեր, հինգերորդը վերծանություն։ Ես սա վերջացրել եմ 90 թվին, պատրաստ էր տպագրության, տպվեց առաջի հատորը, սովետ փլվեց երկիրը եւ այլն գիտեք, հետո վերարատարակվեց, այս շքեղ լավ թանկ թղթով եւ մեծ տիրաժով, 1000 տիրաժը 1000-ը։ Ես գրեցի տաղաչափություն հատոր, այստեղ չկա որ ցույց տամ, որպեսզի այդ տաղաչափությունն էլ, հա, մոռացա կարևոր է ասեմ, հետագայում ինչ որ արել են, համապատասխանեցրել են աշխարհի պատկերին, չի նշանակում, որ այդրանք հին են մեծ մասը։ Ասենք տաղաչափությունը կարա այդքան հին չլինի մեր գիտությունը, բայց հետագայում միջնադարում տաղաչափությունն էլ լրիվ համապատասխանեցրել են աշխարհի պատկերին։ Տաղաչափության ռիթմերի մի մասը համարվում է հող տարերք, մի մասը ջուր, մի մասը օդ, մի մասը հուր եւ բաժանում են ըստ կենդանակերպերի։ Գրված է գրափարում, տաղաչափություն ունի 12 տաղաչափական միավորներ, գիտեք, այդ անգայտ եւ այլն որ ասվում է, որոնք համապատասխանում են 12 կենդանակերպերին։ Դրա համար ես գրեցի, հրատարակեցի մի հատ գիրք, որը կոչվում է տաղաչափություն, եւ տաղաչափության այդ հին սխոլաստիկ համակարգը եւ միջնադարի տաղաչափությունը, որը լրիվ հակասում է եւ Աբեղյանի տաղաչափությանը եւ շարականների, որովհետեւ ի տարբերություն իրանց տաղաչափության շարականներում շեշտերը դրված է եւ չեն նայել Բահաթերյան, Աբեղյան, լրիվ ուրիշ բանի մասին են խոսում։ Այդ շարականները վերլուծելիս բերում են մի շարական, որը գոյություն չունի։ Այսինքն վեր են լուծում շարականը, բայց այդ շարականը ձեռագրում լրիվ շեշտադրված է, չեն նայել, տեքստն են բերել ու իրանց ասում են սենց է շեշտը, չէ, այնտեղ արդեն շեշտադրված է։ Այնտեղ շատ ճոխ, մենք ունեցել ենք շեշտի 15 տեսակ, հարցականի մոտ 10 տեսակ, վերջակետի 15 տեսակ, դրանցից պահպանվել է այդ բան։ Նայած ինչ շեշտ է պետք, ինչ զայրույթ արտահայտում, այդ շեշտն են դրել։ Այսօր մնացել է միայն այդ մի շեշտը, չէ՞։ Այդ նշանները, որ դուք օգտագործում եք, խազերն են, ամենապարզ։ Միջակետը միջին ձայնն է, վերնակետը առաջ մի ձայնով էր նշվում։ Մեկ կետով միջակետ, մեկ կետը դնում էին վերև միջակետից որպես վերջակետ, մյուս կետը տողից ցած էին դնում ստորակետ։ Հետո որ մի տողի վրա լինի, այդ ստորակետը գիծ քաշին տակը, հետո մի հատ էլ կետ դրին են մեկ կետի վրա, որ դա վերնակետն է, վերջակետն է, եւ հին ձեռագրերում մի կետով է, տողից վերև ներքև, հետագայում դրանք ձայներ էին կարդալու համար, Սրբո ավետարանի Հիսուս Քրիստոսի որս թողանու, Տեր մեր Հիսուս Քրիստոս ասե, հա, գիտեք այդ բաները այդ նշաններով էին կարդում։ Այսօր Գրիգոր Նարեկացին դուք որ գրափարով խանութից առնում եք, ինքը կիսատ է, ինքը մատենադարանում ծայրից ծայր խազավորված է։
այդ երբեք չեն կարդացել, Միշնադարում չի եղել այդ, որ դուք կարդում եք այդպես բան, միշտ ասերգել են, Հոմերոսի ամբողջ իլիական ոդիսականը ծայրից ծայր երկվել է, երգ է եղել, Գիլգամեշը երգել են, դրա համար է տողերը կրկնվում Գիլգամեշում, նույն տողը կրկնվում, երգ է, այդ կրկնակը կրկնվում են, հա, բոլորը երգվել են, բոլորը հին աշխարհում ասերգվել է, եւ գանք վերջացնելով ամենակարևոր բանին, գանք սկիզբը, հիմա գանք են Ութեջի առաջին էջը, հիմա գանք վերջում ինչին հանգեցի, որ պարզ ասեմ, քանի որ այս աշխարհի պատկերի միավորները ունեն ամեն մեկը բնավորություն, ինչ որ բան մի բան նշանակում է, էլի, հատկություններ, ուրեմն սրանք հատկությունների աշխարհն է, մարդու հատկությունների աշխարհն է, հնում եղել է 3 լեզու, ասող, նշանակող, թաքցնող, ասող լեզուն դա ժողովրդի լեզուն է, ծեսի լեզուն, հեքիաթի լեզուն, որի տակ բան կա, նշանակողը, երբ որ ասում է այ հեքիաթում, երբ որ ասում է արեգը գնաց այս ինչ տեղը, սա նշանակում է հող տարերք, ջուր տա, դա քուրմը գիտեր, իսկ թաքցնողը գիտի են գլխավոր քուրմը, թաքցնողը այն է, որ քուրմը գիտի, որ արեգի այդտեղ գնալը այդ հող տարերք, դա մայրություն է նշանակում, երբ որ հասավ ջրերի կենտրոնին, դա արդարությունն է, դա սա է, դրանք մարդկային հատկություններ են, մի քիչ բարձրանանք, որպեսզի պարզ հասկանանք, պատկերացրեք ոնց են կոդավորել, իմիջիալոց նրանք կոդավորված են, ի տարբերություն Չինաստանի իցզին գիրքը կա, չէ, չինացիների, որ իրանց աստվածաշունչն է, իցզինը արդեն ոչ թե գրված աստվածաշնչի լեզվով, աստվածաշունչը գրված ասող լեզվով, հեքիաթի, հա, իցզինը հենց միանգամից կոդավորված լեզվով է, բացառիկ բան է գիրքը, ուրեմն տեսեք, եղել է սկզբից արդարությունը, որը բաժանվել է, կարա ով որ դեմ է սրան, կարա ինքը ուրիշ հատկություն առաջարկի, իմ ինֆորմացիայով արդարությունը, սա չի փոխում իրերի էությունը, խնդրի, հա, արդարությունն է եղել, բաժանվել է սիրո եւ խնամքի, գնանք առաջ, հնում սա կոդավորելու համար, աշխարհի առաջ բան են առաջ, որ աշխարհը ոնց առաջացե, աշխարհը ասում է սկզբից եղել է տիեզերական ջուրը, բաժանվել է երկնքի երկրի, բայց սա արդարությունն է բաժանվել, հետո գնանք առաջ, բրծավ հաջորդը, հա, մեծացնենք, հա, հետո օրինակ չինացիները կամ ուրիշները բաժանվում են ըստ բանի եւ մենք ընտանիքի, արդարությունը համարվում է հայր, սերը որդի, մայրը խնամք, կամ բաժանվում է ըստ գույների աշխարհպատկերի, արդարությունը կապույտ, սերը սպիտակ, սևը խնամք, կամ բաժանվում է ըստ բանի բանականություն հոգի ոգի, արդարությունը հոգի, խնամ, ոգի, սեր, հավատք եւ այլն, հույս, սա բաժանվում է մարդու մարմնի մասերի, պորտը արդարություն, գլուխը սեր, ոտքերը խնամք, կամ բաժանվում է ըստ աշխարհի բաների, կենտրոնը արդարություն, արևելքը սեր, արևմուտքը խնամք, այս նույն բանը աշխարհի պատկերի բանով է բացատրվում, գնանք մյուսը, հիմա մի քիչ իշնենք, բաժանվում է 3 մասի, աշխարհը արարվում է, տարածվում է, արդեն ջուրը կենտրոնում է, արդեն բաժանվել է 3, երկինք, ջուր, երկիր, որդի, հայր, մայր, գլուխ, պորտ, ոտքեր, արևելք, կենտրոն, արևմուտք, բաժանվում է մի քիչ ներքև իշնենք, բաժանվում է 4 մասի, բաժանվում է սեր մասի, հող, ջուր, օդ, հուր, սերը հուր, քաջությունը օդ, արդարությունը ջուր, խնամքը հող, որը հարավ, արևելք, հյուսիս, ամառ, գարուն, ձմեռ, սպիտակ, կապույտ, սև, այսինքն այս ամբողջը նշանակում է այդ 4 հատկությունը, հետո բաժանվում է 7 հատկության, հեսա, 7 հատկություն, սեր, քաջություն, բարություն, արդարություն, բերություն, ներքև իշնենք, հա, եւ 12 հատկություն, մի խոսքով, 12 կենդանակերպերը 12 հատկությամբ, հա, հենա, քաջություն, իմաստություն, արժանապատվություն, արդարություն, հյուրընկալություն, հզորություն, գաղտնագիտություն, համերաշխություն, ինքնազոհություն, կամ ուրիշտեղ բերվում է հավատարմություն, ոչխարություն, խորասուզում, ներթափանցողություն, բարություն, հավասարություն, հեզություն, հպարտություն, պատասխանատվություն, ընկերություն, պարկեշտություն։ Ուրեմն մարդու աշխարհն է եւ մարդու հատկությունները ինչի է դասավորված այսպես,
որովհետև շատ կարևոր է, որտեղ է, որովհետև առանց մյուսների չի լինում մյուսը, չի լինում քաջություն առանց խելքի, չի լինում բարություն, բայց վախկոտություն, չի լինում սեր, բայց քաջության հետ չի սերը, չի կարա պաշտպանի սերը, չի լինում սերը ունի, քաջելա, չգիտեմ ինչ էլա, արդար չի լինում։ Դրա համար շատ կարևոր է, որտեղ է գտնվում։ Այս հատկությունները ներդաշնակ հատկություն են, որը այդ ներդաշնակությունը կատարյալ մարդու տեսակն է պատկերել, այսինքն աշխարհի պատկեր ասելով աշխարհ, նկատի ունեցել մարդու աշխարհը։ Եվ ամենակարևորը ո՞րն է այդ մարդը, որ ուշադիր նայում ես, այս հին համակարգին, ոչ թե փոփոխված համակարգերին, որ թեկուս Տիբեթում ընդ լամաներն են նստած, իմաստուն, ընդեղ Տիբե բանում Հնդկաստանի սարերում նստած են ծալապատիկ իմաստունները աշխարհի ղեկավարում են աշխարհը, գիտեք ինչ էր, սայի բաբաներ, բաներ։ Ոչ, ամենամեծ բանը հնում համարվել է պարզ մարդը, որը կարող է անցորդին մի բաժակ ջուր տա, տունը անցորդին օտարին ընդունի, կրակի շուրջ հետը նստի մի հատ զրուցանի, հեքիաթ պատմի, քնելու տեղ տա, հայրենիքը երբ որ վտանգի մեջ է գնա պաշտպանի իր հայրենիքը, օրորոցայինը մայրը, որ օրորում է օրորոցը երեխային քնասնում եւ այդ օրորոցայինը փոխանցում է իր սերունդներին, վարում է հողը եւ այդ հողի հետ աշխատում, այդ պարզ մարդը համարվել է ամենամեծ բանը, այս աշխարհի պատկերը այդ մարդուն է նկարագրում։ Հետագայում երբ որ շարժվել է այս աշխարհը, առաջ են եկել ֆոկուսնիկները, առաջ են եկել էզոթերիկները, Բլավատսկայա, Գյուրջիև, մյուս այդ տեսությունները, բոլոր տեսությունները եւ այսօր ամբողջ Եվրոպան, Ամերիկան, որ տարված էր այդ տեսություններով, այսօր չի փրկվում, այսօր պարզ մարդու կարոտն է։ Այսօր գնում է ինչ որ աշխարհի յուղեր, ուզում է մի հատ յուղացու տուն մտնի, մի հատ պարզ մարդու տեսնի։ Այս մարդու տեսակն է վերանում, որը այնքան շատ է եղել, որ հրաշ չի թվացել։ Հրաշ թվացել է ծալապատիկ նստած ընդեղ չգիտեմ ով, որտեղից կարա օդ բարձրանա։ Հա, ոչ մի բան, բայց այս պարզ մարդու աշխարհն են արտահայտել բոլոր հանճարները, Մոցարտները, Բեթհովենները, Բախերը, Դավինչին, դրանք բոլորը այս պարզ մարդու ներաշխարհն են արտահայտել։ Եվ ամենամեծ բանը, որ հայտնաբերել է այս մարդը, այս պարզ մարդը, դա հայրենիքն է եղել, որից մեծ բան չկա եւ որը բացատրություն չունի։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է հայրենիքը։ Չգիտի, բայց մայրը իր միակ զավակին ուղարկել է մահվան հայրենիքի համար, որը ոչ մի բացատրություն չունի։ Եվ բոլոր այն փիլիսոփայությունները աշխարհի, որտեղ չկա հայրենիքը, այնտեղ չկա մարդու աշխարհը եւ այնտեղ չկա, այնտեղ ինչ որ բան սխալ է։ Եթե այդ փիլիսոփայության մեջ հայրենիք բառը չկա, ինչ որ բան այդտեղ այն չի։ Դա այն չի։ Եվ հենց Արեքնազանը, որ գնաց հազարան հավքը բերի, այդ պարզ մարդու աշխարհն էր բերում, որ Գազանը նորից մարդ դառնա։ Եվ մեր ժողովրդի մեջ, օրինակ, ես տեսել եմ ուսանող ժամանակ, Էրգրից եկած սասունցիներին, մշեցիներին, որոնք ընդեղ էին ծնվել, դրանք մի քիչ ուրիշ տեսակի մարդիկ էին։ Մի հատ բժիշկ ասեց, ես սրանց բոլորին խելագարի թուղթ կտամ եւ կապացուցեմ ամբողջ աշխարհում, որ սա նորմալ մարդ չի, սա հոգեբուժարան է պետք տանել։ Բայց ասեց, երևի մարդը սենց է եղել, էլի, իսկական մարդը, այն բեղերով, կարմիր աչքերով, բիձեքը կային ուղիղ, ոչ մի թաքուն միտք մեջը, ոչ մի բան, համարձակ, արդար, ուղիղ, եւ մեր ազգագրագետները գրում են, եւ Գարեգին Սրվանտյանցը եւ մյուսները, որ այդ Սասունում, այդ Արևմտյան Հայաստանում եւ տեղ ապրող գյուղերի մարդիկ չէին իմանում, որ իրանցից դուրս աշխարհ կա, գիտեին արևը որտեղ մայր է մտնում, այդտեղ վերջանում է աշխարհը։ Հազարամյակներ աշխարհից կտրված ապրել են իրանց ծեսով, իրանց պարով։ Դուք Վասպուրական գրեք YouTube-ում, տեսեք Վասպուրականցիք միակ կադրն է, որ Հովիկ Խախվերդյանը նկարել է, որ Էրգրից եկած մարդիկ պարում են։ Դուք տեսեք ոնց է, ոչ մի խումբ չի կարա դա կրկնօրինակի։ Դուք տեսեք սրանք ուղիղ ոնց են պարում, դուք դրանց աչքերին նայեք։ Ես իրանց տեսել եմ, գնացել եմ այդ յուղը, Արարատի շրջան, իրանց նոտագրել եմ, թմբուկ խփող խաչիկի բոլոր հրատարակել եմ, այստեղ էլ կա իմ գրքում։ Եվ այս մարդիկ ինձ գնացի երկեր էի գրառում գյուղերում,
գնացի մեծ մազրա, որտեղ մշեցի ներկային, ասին այն մշեցին երկեր գիտի, երգրի, կարճ մարդեր, ճիպոտը ձեռի չոբանություն էր անում, գնացի կթա, բանում դաշտերում, ասեցի երկի չեմ երկի երգրի երգ, ասում եմ դու որ չերքես, ասում եք կոտորած ա եղե, բան ա եղե, բա դու չերքես որ փրկենք, ես էլ կորի երկերը գնա, չեմ երկի տղա գնա ասեց, շուռ եկավ, նորից բռնի, ասի ես այմ ձեռից պրծնող չի, ես ենքա մարդ եմ երկացրե, շուռ եկավ գիտեք ինչ ասեց, տղա ասեց, երգրի երգ ինչ եկել եմ երգրից չեմ երկել, երկեմ աչքերիցս կթափի, բա տղամարդու աչքերից արցունք կգա, ասեց շուռ եկավ նեղացած գնաց, ասի տես մարդ, ինչ հավատարմություն, աշխարհի պատկերի մի երկի, մի բանի հանդեպ, ինչ սրբություն, ինչ հավատարմություն, իսկ այսօր մեր ամբողջ ազգը ընկած արևելյան թուրքական ելևեժների վրա, հայ ժողովուրդը միակ ժողովուրդն է աշխարհում, որ պահպանել է հացի արարման երգերի բոլոր փուլերի երգերը։ Կորածը հացի արարումը քաղաքացիության հետ է պահպանում։ Ոչ մի ազգ աշխարհում չկա, ես որ պահպանվել է բոլոր փուլ, վարելու երգը, նախավարի երգը, վարելու երգը, ցանելու երգը, հնձելու երգը, հավաքելու երգը, սայլով կրելու երգը, կալատեղ կալանելու երգը, ցորենը աղալու երգը, հացը թխելու երգը, դրան գումարած անձրևաբեր երգերը, աղջկա հաց տանելու երգը, դրան գումարած քախանելու երգը, երբ որ քախանում են, այդ բոլորը պահպանվել է։ Եվ վերջում ես ձեր համար կերքեմ, ինչու համար, որովհետև այդ երգը, այդ պարզ մարդու երգը, ամենաբարձր երգերից է աշխարհի եւ Կոմիտասը երբ երգում էր Կոմիտասին, հետարքիրա որ Կոմիտասին առաջինը ճիշտ հասկացավ Մարտիրոս Սարյանը, ոչ թե երաշտագետները։ Մարտիրոս Սարյանը գրեց, ասում է, երբ ես լսեցի Կոմիտասին, հասկացա, որ հողը երգ ունի, սարերը երգ ունեն, որ սա մարդու երգ չի, որ սա հողի երգն է։ Եվ Կոմիտասը գրեց մի հատ աշխատություն գիտական լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով, որտեղ նկարագրեց այս երգի կառուցվածքը եւ ապացուցեց, որ սա ներդաշնակության մի հատ այնպիսի համակարգ է, որի կենտրոնը 5 թիվն է, որ ինքը բնության երգ է։ Սա բնության երգ է, որը ասում է գեղչուկը այնքան է մերվել բնությանը աշխատելուց, որ բնության այդ ձայնը, ալիքը փոխանցվել է գեղչուկին։ Երբ ներդաշնակության համակարգը աշխարհում սպառվեց, գիտեք, դասական երաժշտություն ներդաշնակության համակարգը, որ դարերով եկել էր, 20-րդ դարում սպառվեց, էլ հնարավոր չէր։ Մարդիկ փնտրում էին նոր ներդաշնակության համակարգ, բայց ներդաշնակության համակարգը բնությունից պետք էր վերցնել, բայց բնության ձայները, ծիտիկների ձայն, քամուց ձայն եւ այլն, դրանք երաժշտական ձայնի հետ կապ չունեն։ Օրինակ, նախորդ համակարգը բնական էր, հարմոնիայի համակարգը դասական երաժշտության, որովհետև Պյութագորասից սկսվեց։ Պյութագորասը վերցրեց լարը, այդ լարը ասենք խփում ես դոյա, օրինակ, կիսեց, մեջտեղից որ կիսեց, տեսավ ամեն կեսը դոյա, բայց մի օկտավ վերև դոյա։ Հետո բաժանեց 1/3, 1/4 բարդ բանա չբացատրեմ, ստացավ ներդաշնակության այդ համակարգ, որը զարգացավ դարերով, մինչև տվեց բախ։ Այդ ներդաշնակ բնության վրա էր հիմնված, հա։ Կոմիտասն ասում էր, որպեսզի գտնել բնության բանը, պետք է ուսումնասիրել այն երգերը, որոնք մարդու միջոցով փոխանցվել են բնությունից։ Այս երգի մեջ պետք է գտնել բնության ալիքը, այդ ալիքի վրա կառուցել նոր ներդաշնակության համակարգ։ Հիմա ես ձեզ կերքեմ լոռու գութաներգը, որ միշտ արտասահմանում երգել եմ, ինձ ասել են սա ինչ է։ Շատ են հավանել, բայց ասում են դուք ասես սա ինչ է։ Ասեմ գիտեմ, ձեր համար տարօրինակ է, գիտեք ինչի ասում եմ, որովհետև սա մարդու երգ չի, սա հողի երգն է։ Հողը երգ ունի։ Մեր երկրագունդը հողը կենթանի էակ է, շնչող։ Սա իր ալիքներն են մեջը, դրա համար ձեզ տարօրինակ է թվում։ Մի քիչ վայրի է, որովհետև հողը վայրի է։ Օրհնյալ է Աստված, հիշալ է Աստված, Preregomesh, Taragomesh, Aragomesh,
լուսը լուսացավ, այ բարի շատացավ, հո, հո, յո, հո, 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 Pregomesh, ho, ho, yo, taragomesh, ho, ho, yo, aragomesh, ho, ho, yo. Prerejan, horolai, Brugijan, horolai, kematach, Shimaljan, horolai, horolo. Hoi du se la hoa, hoi du se la hoa, hoi du se la hoa. Horo 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 hoi ravela hoa, hoi ravela hoa, hoi ravela hoa. Horo 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 tu se la ho. Հա, մոռացա ասեմ, որ սա այս գիրքը գրեցի, սրա կրճատը 90 թվին այս աշխարհի պատկերի էարար լույս տեսավ 90 թվին 20,000 տպականակով սպառվեց կրճատը, հետագայում տպվեց ամբողջականը, այստեղ բացակայում է մի երկու բաժին, քարեր բաժինը եւ նշանագրեր բաժինը, շատ մեծ էր լինում, չէր լինում, հանեցին նշանագրեր բաժինում են բոլոր նշանագրերը իրենց սիմվոլներով, բայց այստեղի բաժինների միայն ուզում եմ ձեզ վերնագրերը կարդալ։ Գիրքը բաժանել եմ 4 մասի, առաջին մասը 40 էջ ամբողջ գիրքն է, շատ պարզ, որ բոլորին հասկանալի լինի, որովհետև մարդիկ անդադ հարցեր էին տալի, բարդ է, պարզ շարադրեցի։ Երկրորդ մասը քիչ գիտական, որ մարդիկ ինչ որ գիտության հետ շփում ունեն, երրորդ մասը դպրոցականների համար է, հազարան հավքեքյատնա վերականգնված եւ բացատրված սիմվոլները, որ պարզ հասկանան, չորրորդ մասը խիստ գիտական մասն է։ Չորրորդ մասի գլուխներն են, երաժշտությունը տիեզերակարգում, համակարգը, մատները տիեզերակարգում, տոմար, օրվա ժամեր եւ պահեր, շարժական համակարգի անշարժ պատկերը, գույներ, մարդու մարմնի մասեր, մետաղներ, տաղաչափություն, այբեն, էպոս, էպոսը ինչպես է ամբողջ տիեզերակարգը այս արտահայտված մեջը, 7 փողեր, երաժշտություն, երաժշտական օրինակներ, հին ամենահնագույն օրինակները մեր, աստվածներ, նոր աստվածներ, հին, ուրարտական եւ դրանից առաջ, լեզու, նախագոտ տիեզերք եւ տրոհ, աշխարհագրություն, երկրագործություն, հարսանյաց ծես, սեռեր, բժշկություն, ճարտարապետություն, արևի ձիեր, հետո արև լուսին, հեքիաթներ, վախտացույց գուշակություն, ինչպես առաջացե, առաջ չի եղել, պատմություն, պատկերներ եւ հավելված կա, որտեղ նյութեր են հավելված, որ ասենք այնտեղ չի։ Մի խոսքով, եւ ասեցի, որ ամեն բաժնի վրա կա առանձին հատոր գրված, որ այդտեղ չի, օրինակ Կոմիտասի արածի վրա ես գրել եմ առանձին գիրք, որ սկզբից հիշում եք Կոմիտասի արածն էի ցույց տալիս, սա Կոմիտասի Խազերի Կոմիտասյան վերծանության հայտնությունը 2001 թվին է տպվել եւ այստեղ չէին հավատում, որ այդպիսի նյութեր կա, Կոմիտասի բոլոր ձեռագրերի այդ ֆոտոները տպել եմ այստեղ, բոլոր ձեռագրերի ֆոտոները եւ ինձ ասեցին գիրք գրեմ Կոմիտասի մասին ժողովրդի համար, գրեցի այս գիրքը պարզ, որտեղ չկար տես գիրք, որ պարզ, որ բանվոր մարդը, ժողովուրդ պարզ մարդը լրիվ վկալի եւ հենց այստեղ այդ պարզ մարդու օրինակը, թե ինչպես է եղել, ինքը ոնց է գրառել այդ ծեսերը, այդ օրորոցայինները, այդ մարդուց բան ամբողջը կա այս գիրքը, ու այսքանով բավարարում ենք առայժմ։ Ես այս գիրքը, այս 5 հատորը նվիրում եմ Քարաուն կազմակերպությանը, սենց իմիջայլոց զանգում են հարցեր են տալի, չեմ կարող պատասխանել, չեմ հասկանում։
Այո։ Ես ինչ է։ Շնորհակալություն հրաշալի դասախոսության համար։ Իմ հարցը հետևյալն է, տոմարների մասին, որ դուք բացատրում եք, տոմարների վերաբերյալ։ Այնտեղ 1, 11, 21, 2, 12, 22 դուք ինչպես եք բացատրում այդ Չունեմ բացատրություն, ինձ թվում է իրանք կոդավորել են ուղղակի։ Պարզապես կոդավորել են։ Իսկ մի մեջ բերում էլ անեմ այն 5 թվի մասին, որ հողի երգն է, հայոց այբուբենի տարերի թվային արժեքները, եթե երկիր բարի մեջ գումարեք իրար, 5 թիվն է տալիս, տարօրինակ է շատ։ Չէ, կարողա չէ, այդպես է, եչրե, կեն, ինիրե, եթե գումարեք իրար 5 թիվն է տալիս, ես կարծում եմ այդ կապ ունի լուծք համաստեղության հետ, որը հիմնական 5 աստղերից է երևի բաղկացած, ու Պորտասարում լյուն տարի այդ լուծքի լյուն տարի նախատիպը կա։ Թեքադիրը երկինն է, հորիզոնականը երկիրը, որտեղ ներողություն վերջացնեմ, խոփի նման ոնց որ մտել է հողի մեջ, այդ ուղիղ դրած է։ Ես կարծում եմ այդ կապը կա, բայց թե ինչպես են միացրել, այդ արդեն այլ խնդիր է։ Շնորհակալություն։ Հարց չէր փաստորեն։ Չէ, հարցը կոդերի մասին է։ Նախ շնորհակալություն շատ բովանդակալից եւ գեղեցիկ դասախոսության համար։ Կուզեի ասենք ոչ միայն թեմայի, այսինքն հիշեցնեմ, որ այբուբենը 3 հատ 12 տառ է, 36 տառ է։ Ուրեմն անշուշտ ես կուզեի իմանալ, ասենք Կոմիտասի, Մոկաց Միրզայի տարբերակներ, արդյոք ձեզ հանդիպել է։ Չէ։ Հիմա ես Մոկաց Միրզայի նոտաները իր գրառմամբ չի պահպանվել։ Մոկաց Միրզան պահպանվել է այն արդեն դաշնամուրով որ մշակում ունի։ Մի հատ 3-ը կդնես մնաց, ուղղակի ցույց տամ։ Ես այդ ամբողջ համակարգը մի աղյուսակով կազմեցի։ Այստեղ ամեն ինչը կա, երկրագործություն, հարսանյացես, ու բոլորը իրար ներդաշնակ են։ Կողմեր, քնարի լարեր, ձայնեղանակներ, տասիր կետար, այբուբեն, տարվա եղակ, աղաչափություն, բան, ամեն ինչը։ Այս մի հատ աղյուսակ։ Դա որ գրքում է։ Այս գրքում է, բայց հնարավոր չէր, մեծ էր, դրա համար այս աղյուսակը, այստեղ տեսեք, ներդիր արեցին, այսպես։ Այսպես գրքում այսպես ներդիր եղավ, մեջը դրած, որտեղ հնարավոր չէր։ Սա պետքա պլակատ տպել երևի, և ուղղակի մարդիկ ունենան պլակատը դրել։ Արտուր ջան, մի հատ կենցաղային հարց է, էլի սա, բայց Ամուսնացած եմ, թե չէ։ չէ։ Դες արտասահմանում բարեկամ ունես, թե չէ։ Ուրեմն դուք բացատրեցիք, դուք ասեցիք, որ բանը հազարան հավքը բերել են, գնացել բերել են, չէ։ Արեգը գնաց, Արեգնազանը գնաց, հազարան հավքը բերեց։ Ոնց էլի այդ տեղը երևի կիմանաս, էլի։ Քյաթում բերում է։ Հիմա բա այդ նույն մարդիկ գազանացել են։ Դու ասում եմ երևի տեղը կիմանաս, այդ որտեղ է այդ հազարան հավքը։ Հնարավոր չի հիմա բերել, որ մարդիկ Դա քո ազգի արմատներն են։ Մարդիկ մարդ դառնան։ Քո երկն է։ Քո ազգի աշխարհի պատկերն է, քո ազգի արմատը, քո ծեսն է։ Նայեք, մարդիկ տեսեք, ժողովրդի լեզուն ծեսի լեզուն է, ասեցի։ Եթե մեկը գիտի ծեսը կրթվածը, այդ բաները գիտի, ոնց որ դուք հետարքրվում եք, գիտեք, նա պարտադիր չի որ անի այդ ծես, նա գիտի, բայց եթե նա ով չգիտի չանի, սերում տեղի կունենա, որովհետև տակը ոչինչ չի մնա, այն որ ասում է գյուղից դուրս է եկե, քաղաք չի հասել։ Դրա համար կա ֆոլկլորիկ ժողովուրդ և կրթված ժողովուրդ։ Հիմա գերմանացիք ինչ արեցին։ Գերմանիան ֆոլկլորից ավելի շուտ դուրս եկավ, կորցրեց ֆոլկլորը ավելի շուտ։ Մենք մինչև 19-րդ դար պահպանել ենք մեր ֆոլկլորը։ Այդ հացի երգերը բան որ ասի, 20-րդ դարի սկզբին են գրառել։
Այսինքն ժողովուրդը այդքան ժամանակ այս մեր պարերն էլ հեթանոսական պահպանել էր հեքիաթ։ Գերմանիայում դուք չեք գտնի այդ երկերը։ Այդ օրորոցայինները, այդ արևի օրորոցայինները, որ արևի մորիցայի փր սովորել այդ օրորոցայինը, այտինը, այդ հին օրորոցայինները չեք գտնի դեր։ 400 հարսանյաց երկ չէ, 400 հարսանյաց երկ չեք գտնի։ Չեք գտնի։ Ես հարցրել եմ, գնացել եմ, հարցրել։ Խփեք YouTube-ում խփեք ֆրանսիական ժողովրդական երգ, տեսեք ինչ կբերի։ Տեսեք մի հատ կարող եք գտնել, մի հատ աշխատանքային կամ հարսանյաց կամ ձեր շանսոններ կբերի, որ ինչ որ մի հատ լացակումած տղա անգելա աղջկա հետևից լացալնում։ Չեք գտնի, չկա կորելա։ Ունեցել են, կոմիտաս չեն ունեցել, որ գրառի, որ փրկի դա կորստից։ Ես օրինակ ձայնագրեցի գրեթե ամբողջ հայ ժողովրդական երաժշտությունը եւ հոգեվոր Armenian Music KTM, եթե մտնեք, Ջանիբեկյան Արթուրը ֆինանսավորեց, բերեցին օֆիս, կոմպյուտերներ, 200 հոգի մասնակցեց այդ պրոյեկտին, ինձ դրեց գեղարվեստական ղեկավար, ասեց գնա մեր բոլոր երգերը ձայնագրի դիր եւ աշխարհում մենակ հայերն են պես բան արել։ Եթե դուք մտնեք Armenian Music KTM, կբերի 500 երգ, ժանրերը գրած Հարսանյաց եք ուզում, օրոցային եք ուզում, մանկական եք ուզում, էպիկական երգ եք ուզում, աշխատանքային երգ եք ուզում, իլիկ մանել եք ուզում, չգիտեմ, ձեր մտքով ինչ երգ անցնում է, պատմական երգ, սիրո երգ, մերժման երգ, պարեր, կատակ երգ, ծաղրական երգ, այդտեղ կա այս ժանրերով եւ ամեն երգը նկարը կա իր, նկարիչի նկարած, 500 նկար առավ Ջանեբեկյան Արթուրը, պատվիրեց, որ նկարեն ամեն երգ նկարով։ Այդ երգի կողքը բացատրությունը կա անգլերեն, ռուսերեն, հայերեն, կա նոտաները, կա ամեն ինչ։ Եվ գերմանացիները կորցրեցին, հենց տեսան կորցնում են, հիմնեցին համալսարաններ։ Ամբողջ գերմանացի ազգին լծեցին կրթելու։ Բախի ժամանակ դպրոցներում դասերը սկսվել է առավոտ ժամը 5-ին։ Եթե հայերը մտածում են, թե այդ ազգը, որ հասել է ինչ-որ բանի, դա այնց եղել է ինչ-որ գործ արել, չէ, ազգովի գերցոգով, թագավորով, բանով լծվել են այդ ծրագիրը իրագործելուն, որ ֆոլկլորից հասել են այնտեղ, որ իրանց թագավորը ֆլեյտայի կոնցերտներ էր գրում։ Մի հատ գերցոգ Էրստ Վայմարսկի կա, Էրստ Վայմարսկի գերցոգ 26 տարեկան մահացել է 19-րդ դար միջև Բախի դաշնամուրի որոշ կոնցերտներ շփոթում էին, գիտեին Բախինն է, Բախինը չէր, այդ տղայինն էր, որ 26 տարեկան մահացել է, գերցոգը։ Այդ ազգը հասավ այդպիսի բանի, որ Վագները գրում է, ասում է դուք Բերլինի մայրաքաղաքի կվարտետն եք հավանում, հələ գնացեք մեր գյուղերը, մտեք գյուղացուն տեսեք ինչ կվարտետ են նվագում, մայրաքաղաքի կվարտետը կարա տես նվագի։ Ամբողջ ազգը դրեցին ֆոլկլորից, որտեվ զգացին, սա ֆոլկլորից դուրս է գալի։ Եթե սրան չկրթենք, այլասերուն տեղի կունենա, ազգը կկորի կգնա։ Դրա համար են ինչ չեն ասում, ասում է դուք գերմանացուն չմտածեք, ճանաչում եք, գերմանացին ունի քարանձավներ, որտեղ ոչ ոք բացի իրանից ոչ չի դրել այնտեղ։ Եվ ասում է դուք կարող եք ասել ամենից շատ երբ է վախեցել գերմանացի ազգը, երբ է սարսափել։ Ասում է մի անգամ ինքը իմացա, որ իր ազգագրագետը, գերմանագետը, ֆոլկլորիստը, որ գիտի գերմանացի ազգին, Ռուսաստանի շպիոն է դառել։ Ամբողջ Գերմանիան ասեց մեզ կճանաչեն։ Դրան գնացեք խփեք, թե չէ մեզ կճանաչեն, որ մեզ ճանաչեն, բան, եւ մի հատ ուսանող գնաց դրան սպանեց Ռուսաստանում։ Մեր մոտ ի՞նչ է կատարվում։ Մեր ժողովրդին կտրեցին իր ծեսից, իր ֆոլկլորից, իր բանից, կրթություն չտվեցին։ Մեր ժողովրդի մեծագույն մասը ընկավ այդ վիճակի մեջ։ Ամբողջ ազգս արևելյան կրկլոսների, թուրքական, արաբական երաժշտության տակ է, որ ամենավտանգավոր բանն է, դա քարոզ չի, քեզ չի հարցնում, ականջից մտնում աներ, քեզ փոխում երեխային, նա չի հարցնում դու ուզում ես թե չես ուզում։ Նույնն է լավ երգը, քեզ չի հարցնում դու ուզում ես իմանաս թե չես ուզում, ինքը մտնում փոխում է քեզ։ Երգերը, ժողովրդական երգերը բնական երգեր են։ Իրանց մեջ միշտ բնության մի հատ օրենք կա, որը այդ ալիքը մտնում է քո մեջ դուրս չի գա, վիրուսի պես, դու զենաս մոռանաս չես կարող։ Հազարատ էստրադային բան երգեր լսես կանցնի, բայց դու միշտ գիտեք բոլորը Հոյ Նազանը։ Հոյ Նազանիմ ջանի, չգիտեք, չեք կարող մոռանալ։ Ինքը պտույտի օրենք ունի իր մեջ այդ երգը, պտտվում է անընդհատ, ոնց որ մոլորակները բանը, բնական օրենք ունի։ Ու այդտեղ պտտվում է, մտավ վերջ, վիրուսի պես է։
Սոնայար, սոնայար, սոնասիրուն, սոնայար։ Չեք գիտեք բոլորը, չէ՞։ Եթե ես կարամ 10 հատ երկեր, որ դուք 10 երկեր գիտեք, մեր ժողովուրդն էլ գիտի, բոլորը գիտեն, մոռացել են, որ գիտեն։ Իրանց պետք չի սովորացնել, պետք է հիշացնել, բայց ամբողջ հեռուստատեսություն, տրանսպորտ, բան, ընկածեն այս այլանդակությունը մեր նոր սերունդներին սերմանելու եւ այլասերելու վրա։ Այդ հարցի պատասխանը, որ ասում ես, ինչա պետք անել, որ գազանը, բա գազան են դառել, վիրավորում են իրար, մեքենան իրար հետևից գնում է դույզնից անցար, դանակը կողում է փորը, հայը հայի։ Բա մենք այս պարտությունները, որ ունեցանք, դրանից առաջ պարտվել ենք։ Մենք ունենք հոգևոր մշակութային սահման եւ ֆիզիկական հայրենիք եւ մշակութային հայրենիք։ Թշնամին մեր մշակութային հայրենիքից վաղուց ներս է խուժել, տարածքներագրավել եւ թուրքական դրոշ օպերայում կախես այնքան վնաս չի տա, ինչքան որ իրանց երաժշտությունը մի հատ ռաբիս երկիչ հայտնի, անունը չտամ, պետք չի։ Շատ հայտնի, հարուստ։ Չեր իմանում ես ով եմ, ինձ նամակ ա բերել Ամերիկայից։ Այդ նամակը տվեց, չասի երաժիշտ եմ, ասեցի չասի է, չէ՞ բանը։ Ասեց քո մասին, ասին լավ տղա է բան, բայց ասում է ես այնպես տխուր եմ հայերից, ասի ինչ ա եղել։ Ասում է ես Թուրքիայում էի, քեզ ասեմ, երգում էի այնտեղ։ Ինձի վճարեցին լավ, ասին գնա այնտեղ էլ երգի, մենք քեզ միշտ կվճարենք։ Հայերն էլ չեն ուզում ոնց որ պետք է ասում է, փող տան։ Ինքը չգիտի ում ա խոստովանում, որ շպիոնին բռնեցի էլի։ Ուրեմն այս թուրքերը ասել են սրան վճարեք, ասել են ինչքան փող պիտի ծախսեիք, որ սա բանաներ, մեր երաժշտությունը պրոպագանդեր հոգին ինքնանում է։ Հետո թուրք մի հատ բան մի 10 տարի առաջ դատի տվեց Արմենչիկին թեում։ Դատի տվեց, որ իր երգերն է գողացած երգում հայերեն բառերով, միջազգային դատարան տվեց։ Ես հանդիպեցի մեր հեղինակային իրավունքի կոմիտեին, կինը, անունը մոռացա, ինքը ինձ ասեց, որ դատի են տվել այդ բանով։ Մեկ էլ այդ դատը պրծավ, ասի ինչ եղավ, ինձ հետարքրեց։ Ասում է Թուրքիայում կանչել են այդ դատի տվողին։ Ասում են գնա խելոք տեղդ նստի։ Մենք $1 միլիարդ ծախսեինք, չէին կարա այդ ազգին պարտադրեինք մեր երգը։ Կամավոր մարդիկ ոչ միայն ասում են լսում են, այլ այդ երգիչին մի երգի համար $7,000 են վճարում։ Ինքը երգը երգում է հատը $7,000-ով։ Գնում է հարսանիք 10 երգը, ասում են արի բարի շենք 60,000-ով, 10 երգ երգես գնաս 60-ը մի տանգին, չէ ասում է 60,000-ով թաթային կանչեք դու երգի 70։ Իմը է դա։ Հասկանում եք ինչա կատարվում այսօր։ Այս պետք է անենք։ Մեր միակ գործը երեխաների կրթելն է։ Դրա համար ես կազմեցի 2 երգարան, մանկական երգարաններ, տարածեցի դպրոցներով, հիմա երգում են, կանչեցի շրջանի դպրոցներից 60 ուսուցչուհի եւ ուսուցչու եմ ասում, որտեղ ցավոք սրտի մեծ մասը հենց կանայք են այդ գործը անում, այդ երգարանները տվին, երգերը սորացինք, որ տարածեն եւ այսօր CD արեցինք օրորոցայիններ եւ բաժանեցինք ծննդատներում եւ բաներում, որ երեխեն ծնվի, ինքը այդ օրորոցայինը դնի, լսի, որտեղ դա առաջի դաստիարակությունն է, հենց երեխայի։ Մեր այդ գազանը որ մարդ դառնա, մենք պիտի երեխեքով, էսա, պատասխանը երկար տևեց կներեք, բայց այսքան։ Մի հատ հարց տա։ Շնորհակալություն, այդքան շատ։ Դուք էլ Բացի ռաբիսից, որը պարզ ասենք մեր ժողովրդի մեջ է այդ ամեն ինչը, բացի դրանից մեր երաշտական կրթական օջախներում չեք համարում, որ սխալ է դրվածքը, այդ առաջին օրվանից մեր երեխաների մեջ այդ մաժորամինորային լադամտածողությունը, որը անընդհատ սոլֆեջո, հետո տեսություն, հարմոնիա եւ այլն եւ դա պետք է անցնեն, բայց մի քիչ հետո որ մեծանան, պիտի ծանոթացնեն նաեւ այն մյուս դրվածքին։ Արդյոք սկզբից չպիտի սկսվի մեր դրվածքի։ Սկզբից երգը որ երգի ժողովրդական երգեր տան, արդեն մեջը կա։ Սկզբից ենթագիտակցորեն պետք է մտնի իր մեջ, մի քիչ որ մեծանա, չափ կա, չէ, երեխային բանին, հետո իրան արդեն սովորի։ Միանգամից մաժոր ու մինոր որովհետև Բախ Մոցարտն են նվագում, որովհետև իմիջալը սոլֆեջոն է, Բախը, ախր ոնց, Բախը այնպիսի լադեր ունի, որ շատ մոտ ան նաև մեր երաժշտությանը։ Օրինակ մեծած եթե երաժշտ եք, մեծացած սեկունդան գերմանական ժողովրդական երգում չկա, որ Բախի մոտ, Մոցարտի մոտ այդքան շատ է։ Դա կա արևելյան լադերում։
Այսինքն դա ամբողջ աշխարհի երաժշտության բանին է վերաբերում։ Ստամբուլցյանն էլ չէ ասում, որ Բախը եթե Բախը հաստատ հայ հայերեն է։ պետք է Արարատի վրա դնեիք, հպարտանեիք, որտեվ դա դրանք անբացատրելի բաներ են, միջև այսօր բացատրություն չունեն, քանի քաղաքակրթությունը զարգանում է, չեն հասկանում այդ մեծությունները։ Դրանք աշխարհին են, դրանք մեզ են, նաև մերն են հավասար չափով, ինչքան գերմանացունը։ Պայմանական է, որ գերմանացիա բան։ Այդ երաժշտությունը, որ ինքը գրել է, դա գերմանական երաժշտություն չի։ Դա գերմանական ժողովրդական երաժշտություն չի։ Դա եւ արևելքի, եւ լադերը, եւ ամբողջ հուների, մեր եւ բաների այդ հին լադերի վրա է հիմնված։ Չէ՞ որ իրանց եկեղեցում ընդունեցին արևելքի բանը, լադերը, արևելքի ձայնամանանքների համակարգը։ Դու համոմշենցիների մշակույթի Ինչը? համոմշենցիների որ կան Թուրքիայում Համովշենցիները, հա։ հա դրանց մեջ ազգային բաներ պահպանվել է հայկական Ինչ։ Երաժշտություն։ Աշկերը, մազերը, չէ երաժշտության մասին է մենք երաժշտությունը քիչ կա, որոշ նմուշներ, նայած նույնիսկ հայ երաժշտության մեջ բոլորը չի որ հայկական այն որ ասում են, բանդե ոնց կլինի, առանձին նմուշներ։ Օրինակ հայերը երկարան էին տպում Կոմիտասի ժամանակ, Արիմ Սոխակ երգը մեջը, Արիմ Սոխակ, դա լավ երգ է, բայց դա Կազաչենկոյի գրած ռոմանսն է։ Я любил тебя, мой любимый друг, la. Կոմիտասը հոդված գրեց, ասես խայտարակում եք մեզ ախր։ Այս մարդու գործը լույսել է տեսել։ Կազաչենկոյի ռոմանսը, գրել եք հայ ժողովրդական երգ տպել եք, Մայրարաքսի Ակտենովը, բողոքական եկեղեցու Կիլիկյան, լավն են, բայց մերը չեն։ Բայց մերը չի։ Գիտեք ինչքան դժվար է որոշելը, որն է քոնը, այդպես չի։ Շատ դժվար է, ազգեր կան չեն կարող որոշել։ Ռուսները գիտեք ինչ ֆանտաստիկ ֆոլկլոր ունեն։ Այսօր չեն կարող 50 հատ երգ են տպում, 50-ից 30 հատը ես նայում եմ ռուսական չի։ Կոմիտաս ամեն ազ չունի Կոմիտաս, որ ընտրած լինի։ Հնդիկները գիտեք ինչ ֆոլկլոր ունեն։ Օվկիանոս, ծայրը չի երևում հնդկական, բայց չեն ունեցել Կոմիտաս։ Ես լսում եմ Ռավի Շանկար, ես գիտեմ, որ դա իրաց ռաբիսն է, որպես երաժիշտ։ 100% գիտեմ, որ լսում եմ։ Որ սխալ է ռագաները նվագում, որ դա այդպես չի, որ աղավաղվել է։ Կոմիտաս չի եղել այնտեղ, որ գնա փրկի այդ պարզ այդ առանց այդ օյին բազությունների այդ sense խոճուճ երգերը, այդքան խոճուճ։ Պարսիկների ունեն։ Հույները գրում էին Աստված մեզ Կոմիտաս արասցե, որ հելլեի երաժշտությունը փրկենք փլատակների տակից։ Բայց ունեին, չէ՞։ Բայց ուր է այն երգը, որ Ակրոպոլիսի տաճարի մոտ երգեք տենակ համապատասխանում է իրան։ Հələ Կոմիտասի երգը երգեք հին մեր տաճարի Գորգի եւ Սավսի Դավիթ էպոսը պատմեք։ Դրանք նույն բանն է։ Բայց հիմա վերցրեք Հոմերոս կարդացեք ու երգեք հունական երգերը, որ մեր նորեկողները գալիս էին Հունաստանից հայերեն բառերով երգում, այդ իբր հունական «Ադիբուդին գծախեմ, աղջիկներ ուն գխափեմ, սիրուն աղջիկ եգուրհոս, քեզի տանեմ Եգիպտոս»։ Էդի հունական ժողովրդական երգն է։ Բայց այս բաներ են, բայց չի նշանակում որ չկա, այսօր է կարող է կա։ Այսօր է կարող է կա։ Բայց այդ ջոկողը պետք է լինի, գիտեք, այդ ջոկողը, գիտեք այդ ջոկողի պատմությունը, հա? Հա, մեկը մեկին շատ է գովում սեղանի շուրջ, ասում է, այս ինչ իգիտ մարդը, ինչ իգիտ ես, ինչ իգիտ, եկեք այս իգիտի կենացը խմել, սրա կնիկը բզում ասում է, մարդ, քեզ այդքան գոված, ասեց իգիտ, հելի մի բան էլ դու ասա ախր, ամոթա, չի իմանում ինչ ասի, ասում է, այդ որ դու ինձ ասում ես իգիտ, բա դու ինչ իգիտ ջոկող ես։ Այդ իգիտ ջոկող ես եղել, հասկանում եմ։ Դե լավ, վերջ հասնենք այսօր։ Մի հարց է։